Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, եթերում է հունվարի 9-ի հանրային ձայն հաղորդաշարի հերթական թողարկումը։ Так, մեր մշտական անդամները արդեն այստեղ են։ Պարոն Աբազյան, Վայ Ղազարյան, уже как министр МВД, ընկանասի министр ՄՎԴ, Վայ Ղազարյան, դարավ министр ՄՎԴ։ Շնորհավորում ենք ձեզ, Պարոն Ղազարյան, ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ, որովհետև այն տեխնացուները ու մանուները, որ շրջանառվում էր, Սիմիտ, Անդրանիկ Քոչարյան, Ճուճուլ էր, Պուպուլ էր եւ այլն, ես ասիկան իրականացնելով համապատասխան ֆիլտրացիա հասկացա, որ մեջներից եւ ձեր անունը մեջներից արժանավույնը դուք էիք։ Ինչևից է, այն նորից ենք վերադառնում սովետական միության դրած սիստեմին։ Մարդիկ տասնամյակներ համարյա կես դարից ավել համակարգ էին մշակել եւ այլն, եկան բոզի տղեկը, գյոզալական ըմվեդեն, քանդին, բլին, բշին, ավիրին, շինին, ոստիկան, էսի Գասպարյան Վովայի մուրազներ, Գասպարյան Վովաներ աղջի ռուզիկ, ուզում դառնալ ՄՎԴ-ի մինիստր, ուջինք եկը ոստիկանապետ է, բայց ոչ, իմինը ՄՎԴ-ի մինիստր։ Ընդեղ առաջի հարկը ցուցանակ կա խփած։ Իմ կարծիքով է ցուցանակը պետք է հանվի։ Կա ասիկան ներքին գործերի նախարարներ ովքեր են եղել, կամ ովքեր որ եղել են ոստիկանապետ, պրոստա ոստիկանապետ, այ դրանց ազգանները պետք է այդտեղից ջնջել։ Ես չգիտեմ այդ համարձակությունը ընկեր Վայ Ղազարյան դուք ունենաք թե չէ, բայց ես իշխանության գալու դեպքում անպայման ջնջելու եմ Վլադիմիր Գասպարյանի հետքը ՄՎԴ-ից։ Ինչպես է շնորհավորում ենք։ Սասուն Խաչատրյան Розик, ներսրավերեք այսօրվա մեր հյուրերին։ Итак, приглашаются. Ֆինանսների նախարար։ Так, Գորիսի առաջի արձանի դատավոր Արամյան Մուշեխ։ Անդերի քնչականի պետով հանդերձ, դատախազով։ Так. Վիտալի Բալասանյան, այդ Ղարաբաղյան թևը էս պատի տակ։ Ինչպես նաև Ռուսամոլ թևը պատի տակ։ Так, ստեղով կամ։ Աղաջանյան Կամո, Աղաբեկյան Արթուշ, Աբրահամյան Արմեն եւ Կարեն եղբայրներ, Դավիդով Բորիս, Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, Պարքև Սրբազան։ Так. Հրամանատար Յալյոյան Վահան, այժմյան զանգակատան, էլի Ղարաբաղի թևի վրա։ Ջաբրայելի հրամանատար, որ հիմա Արտաշատի հրամանատարն է, այդ խոռոպն էլ աշտերի վրա։ Տարոն Մարգարյան, սա հաղորդում է Թողմախի մեհերի վրա, հերթական։ Так, Ատոմյան, արդարադատության նախարարով, Գիգիշ, Վանաձոր քերակատարողական հիմնարկի, ինչպես նաև Ալմավիր քերակատարողական հիմնարկի պետերով, ԱԱԲ պրոյեկտ ՍՊԸ, Սյունիքի մարզ գյուղ Նորավան, տնօրեն գրվածը սփյուրով Արմեն Բադալյան, այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել, որ մեկնամ, որովհետև հեռախոսամարը ոչ մեկ չի պատասխանում։ Հեսա մի հատ կփորձենք այդ համարով զանգենք։ Արշակ Գայանե Ասլամազյան դուետ։ Նո Արշակը Բերթմա, Գայանե Ասլամազյան, welcome։ Եզրաս Գարեգինի մյուս Գարեգինը,
Так. Մհերին անդրադառնալու ենք, այսի հայտարարությունը։ Так. Ահա, եմր ասում է Почти вся семья в сборе. Մնացածին արդեն ձեռի հետ ռուզի կանցինը ստեղ չի։ Կեցվածքը, պահվածքը։ Կանդվում է։ Ուրեմն մինչև բուն թեմային անցնելը։ Այսօր ինձ զանգարել է իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն, Միկին, ասում է պարոն Ղուկասյան, դուք ասում եք երևի տեղյակ եք, որ դպրոցական տարիքի երեխաները ձեզ եւս դիտում են։ Ասի տեղյակ եմ, որովհետեւ ունեմ բավականին քանակությամբ ինձ հարազատ մարդիկ, որոնց երեխաները դպրոց են այցելում եւ շատ հաճախակի անգամ դպրոցում դասարանում հնչում են Վարդան Ղուկասյանի բառերն ու բառապաշարը։ Ասում է տղաս ինձ հարց է տալի, ասում է կարող է պարոն Ղուկասյանը դեղ անեմ։ Ասեցի բալիկ ջան, որտեղից ես վերցել։ Դե ասում է խոսում են, որ պարոն Ղուկասյանը ոչ ոք քթերն է քաշում կամ դեղ անում եւ այլն երևակայի նմանատիպ խոսակցությունները տարածվում են երեխաների կամ հասարակության մեջ, հաշվի առնելով իմ մտքի սուր թռիչքը։ Հիմա ես ուզում եմ դիմեմ նամանավանդ երեխաներին, որոնք որ դիտում են TikTok-ով կամ այլ այդպես ասած հարթակներով հանրային ձայն հաղորդաշարը կամ հանրային ձայն հաղորդաշարի ամենասուր պահերը։ Հարգարժան երեխաներ, երիտասարդներ կամ չգիտեմ դպրոցականներ։ Վարդան Ղուկասյանը սկսած իր դպրոցից եղել է բավականին ինքնագովազդով չեմ ուզում զբաղվեմ, տաղանդավոր աշակերտ։ Երրորդ դասարանը, երբ մեզ եկավ ուսուցչուհի ընկեր Դեղոյանը, չգիտեմ ողջ այդ կինը թե ոչ, ես առողջություն եմ մաղթում նորից ընկեր Դեղոյանին, եւ ընկեր Դեղոյանի թեթև ձեռքով, այսինքն ինքը հայտնաբերեց, այսպես ասած, ակտիվ երիտասարդ փոքրիկ Վարդան Ղուկասյանին եւ ներկայացրեց 10-րդ դասարանի հաջորդ միջնակարգ դպրոցի կավայենին ուրախների հնարամիտների թիմին, այսինքն ես նելով երրորդ, երկրորդ դասարանի, երկրորդ հետո երրորդ դասարանի աշակերտ խաղում էի մեծերի հետ։ Կավայեն։ Վարդան Ղուկասյանը երբեք չօգտագործել թմրանյութ ոչ մի տեսակի, անգամ չի էլ ծխել, իմ թոքերը ծուխ չի գնացել, որովհետև դա շատ վատ ворի երևույթ է, հարգարժան երեխաներ։ Եվ հայազգը երևակայի դասում ամենաշատ ծխող ազգերի շարքում։ Լինելով եվրոպական երկրներում, լինելով Միացյալ Նահանգներում, լինելով Կանադայում, անգամ Մեքսիկայում, ես չնկատեցի այն ծխողների հոց բանակը, ինչ որ կա հայ ժողովրդի մեջ։ Եվ հանրային ձայն կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում նաև պետք է դրված լինի ծխելը կրճատելու, մաքսիմալ կրճատելու քաղաքական մոտեցումը եւ սոցիալական մոտեցումը, որովհետեւ ծխելը դա իրոք շատ ահավոր եւ ворի բան է, ես ուզում եմ խոսեմ երեխաների հետ երեխաների լեզվով, որովհետեւ շատ կուլտուրական մեր երեխաները չեն հասկանում։ Ուստի ես ձեզ ուղղակի հորդորում եմ, հարգարժան դպրոցականներ, զերծ մնալ ծխելուց, հեռու մնալ թմրանյութերից, ոչ մի տեսակի էքստազի, մեքստազի դրա մեջ լավ բան չկա, եթե թմրանյութի մեջ լավ բան լիներ, բոլորս կանեինք թմրանյութ։ Դուք ուղղակի ձեր ծնողներից կամ չգիտեմ ինչ-որ մի ձևերից փող թռցնելով, գնալով են կլուբների տակը նարկոտիկ առնելով, տաբլետկա, մաբլետկա, էքստազի, մեքստազի եւ այլն, դուք թունավորում եք ձեզ, դուք խորտակում եք ձեզ եւ աջակցում եք բոզի տղեկին։ Այնպիսի բոզի տղեկին, ինչպիսին Վիտալի Բալասանյանը, Վիտո Ձաձան, Վիտո Ձաձա, բոզի տղա Ձաձա։ Հեսա Վարդան Ղուկասյանը կանդրադառնա։ Հայոյո ավելավա դուք խոսեք հայոյանքով, ավելավա դուք չգիտեմ էմոցիոնալ լինեք եւ այլն, քան թե դուք լինեք թմրամոլ, հարգելի երեխաներ, զբաղվեք սպորտով, զբաղվեք երաժշտությամբ, չգիտեմ, ինչ որ մի հատ նորմալ զբաղմունք գտեք, նամանավանդ սպորտ, բայց հեռու մնացեք նարկոտիկներից, սիգարետներից, ալկոհոլից։ Դրանով տղամարդկություն ու բիդիդ չես անի։
Հասկանալի է։ Դրանով չի որոշում մարդու տղամարդկությունը։ Մարդու տղամարդկությունը որոշում է իր վերաբերմունքը, իր ծնողի, իր ընտանիքի, իր հայրենիքի նկատմամբ։ Եթե քո ծնողը չի արտասում, եթե քո ծնողը քո պատճառով Խաղմասի դռները չի գնում, եթե քո ծնողը քո պատճառով Բերտի դռները չի գնում, այսօր մենք անդառնանք բանը Բերտ, դու ամենալավ տղեն ես։ Դու ամենալավ բալիկն ես, դու ամենալավ երեխան ես քո ծնողի համար։ Բայց եթե քո ծնողը քեզ տենում է դոզի տակ, ոնց որ Շուշան Պետրոսյանի տղեն, եթե քո ծնողը քեզ տենում է հարփած, հետանցքը կորցրած, դու դրանով լավ տղա չես դառնում, բալիկ ջան։ Վարդան Ղուկասյանը միշտ էլ դեմ ա եղել ցանկացած խմիչքի, ալկոհոլի, նարկոտիկի, սիգարետի եւ այլն։ Իմ ընկերները դա կհաստատեն։ Սա երեխաների պահով։ Քանի որ գնաց խոսք երեխաներից, ինձ շատ հարազատ մի անձնավորություն, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում Կրասնոդարսկի կրայ, այսօր ունեցավ որդի Հարութիկ։ Ես հուսամ ես ձայնագրության այս հատվածը կկտրեն եւ կպահեն, երբ որ Հարութիկը կմեծանա, կդառնա 16-17 տարեկան, կասեն տես քեզ հանրային ձայնով Հարութիկ ջան, քո ծնունդը շնորհավորել են։ Ինչպես ես շնորհավորում եմ իմ ընկերոջը, ինձ հարազատ բնամարդկանց որդի ունենալու կապակցությամբ։ Սա այդպես հաճելի նորություն, հաճելի նորության վրա։ Հիմա դառնանք բողոքներին։ Ես չգիտեմ, մեր admin-ը ստացավ թե չստացավ, Նավաշկյան, ես ուղարկել էի մեր Telegram-ի admin-ին մի հատ տեսանյութ ռուս բլոգեր Գլեբի կողմից, ով Երևանից թռնում էր Ստամբուլ, ոնց հասկացած, որտեղ այդ մարդը ապրում է Ստամբուլում, ուղարկել եմ Telegram-ով, որպեսզի տեղադրվի մեր Telegram կանալ։ Մարդը բողոքում է Fly One ավիակամպանիայից եւ ասում է, որ ինքը չի ռեգիստրացիա եղել ինտերնետով եւ եկել է, որ ասում է, վժիվույու ռեգիստրացիա ալնել եւ յան ռեգիստրացիայի համար պահանջել են լրացուցիչ $35։ Տեսանյութը ինքը տեղադրել է իր Telegram TikTok, ես ուղարկել եմ մեր Telegram-իստին, մակ տեղադրի հուսամ։ Ես ուզում ես մասը նաեւ ռուսերեն։ Я неоднократно, миллион раз в программе «Общественный голос» объявил, предупредил, толковал, что многоуважаемые туристы, многоуважаемые россияне, и не только россияне, русскоговорящий контингент, никогда, ни при каких обстоятельствах, нигде не летите авиакомпанией Fly One. Есть такой хороший мультфильм «Добрый доктор Айболит». Маленькие дети, ни за что на свете не ходите, дети, в Африку гулять. Точно так же не летите, дети, с авиакомпанией Fly One. Это самая ужасная авиакомпания во всем мире. Даже у африканских государств нету такой авиакомпании, как у нас авиакомпания Fly One. Даже где туалет ходить это платно. И в итоге, когда вы смотрите по сайтам, где билет авиакомпании Fly One стоит намного дешевле, чем, скажем, билет Аэрофлота или там, я не знаю, Air France, Qatar Airlines и так далее, но когда приходит момент истины, вы обознавали, вы видите, что, ради бога, билет Fly One стоит намного дороже, чем билет Аэрофлот или, я не знаю, там, Qatar или Air France или Fly Dubai. То есть, но наши люди не понимают и русский контингент. Նորից եմ կրկնում, հարգելի ժողովուրդ, մի թռեք Fly One ավիակամպանիայով։ Այդ նույնը ոնց որ ես ասում եմ, մի օգտվեք Աթենքի մսամթերքից։ Աթենք մսամթերք, բոզի տղա մսամթերք, որդեր, ճիճուներ, բոբոներ։ Նույն ձևել սա ենք ասում, մի թռեք։ Ոչ դու չբողոքեք։ Մենք ստեղ ուրեմն ստացել ենք բողոք, պարոն Աբազյան, որը որ հասցեագրվել է ձեզ, հետո հասցեագրվել է մեզ, մի րոպե, ես հիմա սա ուզում եմ ընթերցել, Վարդան Ղուկասյանի Telegram կանալում տեղադրվեց այդ ռուս
բանը բլոգերի բողոքը, կարող եք մտնել լսել, հաղորդման ավարտից հետո, ուրա, ես ուզում եմ սա գտնեմ, մեկը կուլի, վերջ, էլ չես գտնի, այ քեզի բան, ինքան եմ գրեմ, որ պրոստը մարդու ոշ եմ գրած, նգնում է եսի մուշ, հայտնվեց, տակ, ես ուզում եմ դիմումը ընթերցեմ, ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին, հասցե քաղաք Երևան Նալբանդյան 104, պատժենը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արա Ազարյանից, ձեր աշխատողը ձեզ դիմում է գրել, պարոն Աբազյան, նույնականացման քարտ, Գարեգի Նժդե 31/36 բնակարան էս ինչ, բնակարանը չեմ ասում, դուք ձեր մոտ նայեք, 20 գիլայիթիմ ձերը, 23 հունիսի 2022 թվին է գրել, հարգելի պարոն Աբազյան, 2016 թվականից սկսած ես եւ իմ ընտանիքի անդամները ձեռնամուխ են եղել քաղաք Երևան Արամի 17 հացիում գտնվող գույքի նկատմամբ մեր իրավունքները վերականգնելուն, դրա համար սկսելով դատական պրոցես, այդ պրոցեսին միջնորդ անձանց միջոցով մեզ հանձնարան օգնել պատգամավոր Արթուր Ղազինյանը, այդ թվում նաև դատական գործընթաց սկսելու մասով, այդ նպատակով սկսված թիվ ԵԿԴ 3311/02/16 քաղաքացիական գործով 2015 թվականին վերջապես հասանք հաջողության և հարուցվեց կատարողական վարույթ, որով պարտապան էր հանդիսանում Սերգեյ Ագոբիկ Դեշ Սահագուրյան ՍՊԸ ընկերությունը, են որ Արթուր Ղազինյանով զանգամասվեն ինքը լավ տղա է, հիմա այդ լավ տղու պահն է, այս գործով կատարողական վարույթ հարուցելու պահից 2019 թվականից սկսած պարտապան Սերգեյ Ագոբիկ Դեշ Սահագուրյան ՍՊԸ ընկերությունը փորձում էր մեզ հետ գալ որոշակի համաձայնության, սակայն մեզ համար ոչ շահավետ պայմաններով 2021 թվականի վերջում նոյեմբերի 4-ին Արթուր Ղազինյանը զանգարեց ինձ և խնդրեց հանդիպել, հանդիպման ընթացքում նա ինձ տեղեկացրեց, որ պարտապանի ղեկավար Վահե Հարությունյանը իր միջոցով խնդրել է 2 շաբաթով հետ վերցնել կատարողական թերթը հարկադիրից, խոստանալով իմ և եղբայրներիս համար ընդունելի պայմաններով հաշտության կնքում և համապատասխան փոխհատուցման վճարում, Արթուր Ղազինյանի միջամտությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում կրկին հաստատվեց այն խոստումը, որ մեր կողմից կատարողական թերթը հետ վերցնելու դեպքում երկշաբաթյա ժամկետում առաջադրված պայմաններով լուծելու են մեր հարցերը, առհա Ընդ որում Արթուր Ղազինյանը այսպես ասած գարանտ կանգնեց տված խոստման իրականացմանը, բացառապես նրա անձնական խոստման երաշխավորության հիման վրա, ես անգամ առանց եղբայրներիս հետ նախօրոք համաձայնացնելու խնդրեցի մեր փաստաբաններին դիմել ԴՀԿ և խնդրել վերադարձնել կատարողական թերթերը, ես չգիտեմ այս մարդը ինչ ասեմ, անուղեղ կարող է վիրավորվի, մեր կողմից ամեն ինչ ըստ պայմանավորվածության կատարելուց հետո Սերգեյ Ագոբիկ Դեշ Սահագուրյան ՍՊԸ ընկերությունը, ինչպես նաև Արթուր Ղազինյանը որևէ գործողություն չարեցին, այսինքն դրին այս մարդու միջումը, հաշտություն չկնքվեց և մեզ որևէ փոխհատուցում չվճարվեց, դրանից հետո կատարման ներկայացնելու Դրանից հետո ստիպված թիվ ինչ քաղաքացիական գործով կատարողական թերթերը նորից դիմել են ողջուն ԴՀԿ եւ այլն, հիմա գնացել են դատարաններով, մատարաններով եւ այլն։ Հիմա հաշվի առնելով վերողյալը խնդրում ենք հանձնել համապատասխան իրավասու անձանց ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։ Կից ներկայացնում են նույնականացման քարտից պատժեն Արա Ազարյան։ Դիմելա քեզ։ Դու էլ վեկալ եղել ես, չգիտեմ որտեղ արենք, այտենց է մնացել։ Հիմա ինձ էդի չի տարկրում։ Ինձ է տարկիրա միած sense բան։ Արթուր Ղազինյան։ Դու հելել ես, եկել ես այս մարդու հետ կապել ես պայմանագիր։ Բանավոր, տղամարդու խոսք, ինչ ես գցե։
Դու հիշում ես, ես որ մի երկու անգամ անդրադարձա քեզ, ինգեր Արտուր Ղազինյան, դու շատ ծանր տարար։ Մարդիկ եղան, վեգալան, զանգին, բա ինքը լավ տղա է, ինքը քուչում հարգված տղա է եղել, եւ դու էսի մեկ քծոցի։ Այն օֆիսի մեջ, որ օֆիսը որ դուք վերցրել նստած եք մեջը Ղազինյան, այդ օֆիսի, այդ կենտրոնում է, եթե ես չեմ սխալվում, Քոչանը, այդ օֆիսի վարձն էլ չեք տվել։ Էս արդեն քանի ամիս է։ Ուրեմն քրիստիկ, երբ որ տղամարդը խոսքը տալը ու չի անում, այդ ինչա նշանակում, աղջ, եկնային գրասենյակի օրենքով, ինչ պիտի արվի այդ տղամարդի հետ։ Քրիստիկն ասում է գլգլը։ Ես ուզում եմ հիմա հարցնել, քո սեռական շրթերի վրա միզա թթվի հոտը գալը մա։ Դու հետ ես օպիտի լվանայիր։ Քրիստիկ Հարաջանի փմբուկը այս պահի դրությամբ իդեալական մաքուր է, բայց տրուսիկն էլ է մաքուր։ Ախշե դու ինա դու ես անում։ Բա համ տրուսիկն է թազա, համ փմբուկն է մաքուր, էլաստիկա, լավ, եկեք համարենք, որ Ղազինյան Արթուրի լեզուն երբևիցե կունի լինգուս չի արել, ընդունենք, չգիտեք ինչա, դու օրինակը ցույց կտաս, Քրիստինե Հալաջանն ուզում է իր սեռական շրթերը այս մատներով բացի, տլոյ ընդից քցի դուրս ու դնի Ղազինյան Արթուրի բենի մեջ։ Խնդրում եմ, վերցրու Ղազինյան Արթուրին եւ տար туалет, обозначенный буквами М и Ж։ Քրիստինե Հալաջանն թո հիմա հյուրասիրի իր ուրույն բեկրանքը մարմնի մասը Արթուր Ղազինյանին։ Իսկ եթե Արթուր Ղազինյանը մյուս հաղորդման ընթացքում չկապնվեց տուժողի հետ եւ հարցերը չլուծեց, այս ինչ էր այս ընկերության անունը, մի րոպե։ Ինչ է մի տեսակ աղբարական անուն էր։ Ուրա Սերգեյ Ագոբիգ Դեշ Սահագույան քֆուլո այս Սերգեյ Ագոբիգ Դեշ Սահագույանը գալու է Ղազինյան Արթուրենց տուն։ Ես մանրամասնորեն կներկայացնեմ ինչա տեղի ունենալու։ Ռուզիկ դու տեղ ես ելնելու։ Ես հասկանում եմ, որ այս մարդը անուղեղ ա եղել, հավատացել ա քո խոսքին։ Բայց չի նշանակում, որ պիտի սենց, հա? Պարոն Աբազյան, քաղաքացին դիմել է Ղազինյան Արթուրի սպիտակ ոռի թշերի հետ, խի չես խաղացել, հա? Քո աշխատակիցն ա եղել, դիմել ա ձեզ, ասել ա մետր եղեք, սենց, եւ ինչ եք արել դուք։ Դու շի բան։ Ես էլ չգիտեմ դաժե ինչ ասեմ։ Ուրա Ագոբիկ, ինչ կակիս Ագոբիկ։ Ագոբիկ։ Քրիստիկը տեսակ ակուրատիկ անես։ Թո հետ շտա։ Հաս ակուրատնի արա։ Չիլեմ, անցանք առաջ։ Իմին բայմեզալոց, ես ուզում եմ դիմեմ բանը, ֆինանսների նախարարին։ Ըստ ռուսական աղբյուրների Հայաստանի Հանրապետությունը մտել 3 միլիարդ դոլար։ Այդ 3 միլիարդ դոլար իրանց այդ ռասները բերել են։ Ինչ-որ միտեղ դա պիտի ներդրվի, թե չի, ինչ-որ մի բանի մեջ, ինչ-որ չգիտեմ, տնտեսական զարգացման գոտու եւ այլն, թե այդ ուղղակի դուք զբաղացնում եք ֆինանսների նախարարի աթոռը։ Ոչ մեկի ատեղում չի։ Մյուս բողոքը վերաբերվում է Գորիս քաղաքի առաջի արձանի դատավոր ընկեր Մուշեղին։ Տուժող Սրբուհի Հակոբյան։ Տուժող Սրբուհի Հակոբյանը ահազանգը մա, ասում է պարոն Ղուկասյան, այս մարդը թունավորվել է աշխատելով ուրեմն դեղատանը։ Ահա, եւ մինչեւ օրս ոչ մի նորմալ դատական նիստ չի գումարվում։ Ես տեղ նայում եմ ինչ-որ
տարօրինակ մի դեպք է, ուրեմն 22 օգոստոսի մինչև օրս ոչ մի նիստ չի եղել։ Toujours Սրբուհի Հակոբյանի հետ կապված։ Առաջի գործը քննվել է, այսինքն առաջի անգամ գործը քննվել է Կապանի դատարանում 21 նիստից եղել է 14 հատը, այսինքն ներողություն 14 հատը հետաձգվել է, մնացածն է եղել։ Այս մարդը ինչ որ բերել է թունաքիմիկատ, ինգեր Նարեկ Միրզոյանը։ Ինչ թունաքիմիկատ է բերել, ինչ է բերել, բնը պարզ չի։ Այս ինգերունին ասում է, ես այդ թունաքիմիկատից թունավորվել եմ, ստացել եմ թոքերի այրվածք, դատաբժշկական փորձաքննությունը կա, ամեն ինչը կա, որ թոքերը վառվել են։ Եվ մինչև օրս ոչ մի նորմալ փոխհատուցում ինգեր Սրբուհի Հակոբյանը չի ստացել։ Սրբուհի Հակոբյանը դուժող հաճելի մարդ ձենա տվել Նիկոլ Փաշինյանին։ Բայց դիմում է Վարդան Ղուկասյանին։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Եթե ձեն են տվել ձեզ, ինչի են հետո վեկալում զանգում Վարդան Ղուկասյան, ասեմ այդ թոքերը վառվել է, մեզի խռտեղ տնող չկա։ Եվ ուզում եմ հասկանամ, ամսի 22-ին մինչև օրս ոչ մի նիստ չի, օգոստոսի 22-ից մինչև օրս ոչ մի դատական նիստ չի եղել։ Մի հատ Գորիսի ինքեր դատախազին հարց տվեք, ինչով եք զբաղված ինքեր դատախազ, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր մտել ենք հունվար, 5 ամսվա մեջ, բա մի հատ դատական նիստ չլինի։ Հա? Հարց։ Ու ամենա հետարքելն է, ասում է թունաքիմիկատն էլ ասում են ուր է այդ թույներն, ասում է տար է թափել եմ գեդը։ Իրաքի հանրապետությունից բերված մաքսանենք թույն, ինչ թույն այլ է, որ մենք չգիտեի։ Ես բան եմ անում, հետական կալում եմ, որ քո Գորիսի դատախազին դու կանես իջում ծծում։ Ես Ղարաբաղի թեման եմ, սան մի րոպե համբեր ենք, Ղարաբաղը թող պատրաստվի։ Քրեակատարողական հիմնարկ։ Ուրեմն ամսի 6-ին Վանաձոր քրեակատարողական հիմնարկում մահացավ հերթական դատապարտյալը Դանիելյան Գարիկ 89 թվականի ծնված։ Լուրը տարածվեց լրատվամիջոցներով, որ այնտեղ եղել է շտաբօգնության կանչ, շտաբօգնությունը եկել է դատապարտյալին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, շտաբօգնության մեքենայի մեջ դատապարտյալը եղել է հոգին տվել է։ Ուրեմն մենք հետաքրքրվեցինք, ինչա տեղի ունեցել։ Ոնց։ Նախ եկեք մի փոքր մանրանանք։ Դանիելյան Գարիկին իբր թե հայտնաբերել են խցում արդեն անգիտակից վիճակի մեջ։ 12:55 քրեակատարողական հիմնարկը տվել է կանչ Վանաձոր շտաբօգնության կանչ։ Շտաբօգնության մեքենան 10-15 րոպեվա ընթացքում ըստ օֆիցիալ փաստաթղթերի արդեն եղել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում։ Հիվանդանոցը ընդունվել բնականաբար արդեն մահացած մեքենայի մեջ 13:30-13:25-ի սահմաններում Դանիելյան Գարիկը հոգին հանձնել է Աստծուն։ Հիմա ես ուզում եմ հասկանալ մի հատ բան։ Դանիելյան Գարիկին ինչպես եք, ինչ վիճակում եք հայտնաբերել խցում, ոչ մի բան չկա տեղեկություն, ասում են խցում հայտնաբերել անգիտակից վիճակի մեջ։ Մարդը խցում եղել է մենակ, թե ինչ-որ մարդկանց հետ։ Ինչ բուժօգնություն է ցուցաբերել Վանաձոր քրեակատարողական հիմնարկը մինչև շտաբօգնության գալը։ Ես օրինակ լինելով նախկին դատապարտյալ, ես տեսել եմ ինչպես էին աշխատում քրեակատարողական հիմնարկները դատապարտյալի կամ կալանավորի համար սկորի կանչելով, շատ վատ, մինչև են դանակը ոսկորը չհասներ հոգին չտար, շտաբօգնություն չէին կանչում։
որպես իգիտություն ասեմ, որ երկու դատապարտյալ են կամ կալանավոր, չգիտեմ, երկու հոգի էլ, այսպես ասած, մահացել են ամսի 30-ին, տոլի 31-ին Արմավիր քերակատարողական հիմնարկում, Պերեդոզ։ Մի հոգի էլ մահացավ Նուբարաշենում։ Այսինքն պարոն Ատոմյան, պարոն արդարադատության նախարար։ Ես գոյուշիկին էի խռում, բայց գոյուշիկի ժամանակ այսքան նարկոտիկ բերթերում չէր վախտամ, ինչ որ հիմա։ Այո, քերակատարողական հիմնարկներում հայել նարկոտիկը ֆրացել է, բայց ոչ էլ չափով։ Այսինքն 3 օրվա մեջ, մի քանի օրվա մեջ, լավ, քերակատարողական հիմնարկը տվել է 4 մահ Պերեդոզից։ Ես ինչի իմ ներքին ձայնին ինձ ասում է, որ Դանիելյան Գարիկը եւս կարող է գնացած լինի բանից, նարկոտիկից։ Ուզում եմ հասկանամ, դա քերակատարողական հիմնարկ է, թե, չգիտեմ, կլուբ է։ Այդքան նարկոտիկ, պարոն Ատոմյան, ձեր հիմնարկում որտեղից։ 2 հոգի Արմավիրում, մի հոգի Վանաձորում, մի հոգի Նուբարաշենում։ Что у вас там творится, миленький вы мой? А? Ձեր օպերատիվ բաժինը, օպերատիվ ռեժիմը կամ ռեժիմետար հասարակական պարոն Աբազյան, ձեր ներկայացուցիչները, որոնք որ քերակատարողական հիմնարկներում կա, ես հասկանում եմ, որ հիմա պիտի ասեք, դե գիտեք ինչ, դատապարտյալները պատվիրում են, դատապարտյալները կամ կալանավորները դրանց հարազատները բերում են։ Ուրեմն ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ նաև այս թեմային։ Հիմնականում դատապարտյալների կամ կալանավորների համար թմրանյութ բերում են իրենց ընտանիքի անդամները։ Նամանավանդ իքական սեռի ներկայացուցիչները, մայր, քույր։ Ես մի փոքր ստեղ, սենց ասած ուզում եմ բանը մանրանամ։ Նայեք, դիմում եմ անուշ ապերներին, են որ բերթերում նստած պրագնոս պագոդի են որոշում, լիլի հովեր։ Ուրեմն, ձեր հետ, են լավերի հետ, կամ գողական, փողոցային ենթամշակույթ, քերական ենթամշակույթ կրող անձանց հետ, միևնույն խցում գտնվում են մարդիկ, ովքեր ունեն զերո բարոյականություն, զերո մարդկային արժեք եւ իրենց սեփական կնգան մորը, քվորը, հորը սարքում են նարկո ինկասատոր ստիպելով, համոզելով, լացելով, ես իմ կյանքին վերջ կտամ, ես իմիջ բարերով, ստիպում է սեփական հարազատին, իրա և խցի լավերի համար, այսպես կոչված, դառնա նարկադիլեր, նարկո ինկասատոր կամ նարկո տաքսի, ու սեփական մայրը, կինը կամ քույրը, որը որ, չգիտեմ, սիրո հողի վրա, ծնողական սիրտ, քվոր սիրտ, կնոջ մոտեցում եւ այլն, վերցնում են իրենց սեռական օրգանները օգտագործում են որպես FedEx, միջազգային բեռնափոխադրող ընկերություն, թմրանյութը դնում են էտատե մեջն ու գալիս են տեսակցության դատապարտյալի կամ կալանավորի հետ։ Դլոյի միջից հանում են թմրանյութը տալում են, որ ինքը հանի խուց, քաշի կտերը և հետի անուշ ապերները եվս քաշեն։ Բայց այս ճանապարհի վրա շատ շատերը բռնվում են, շատ կանայք։ Այդ նույն դատապարտյալի, այդ նույն այդ բոզի տղու, մայրը, քույրը, կինը ենթարկվում են նվաստացուցիչ շմոնի և բռնվում հսկիչների կողմից։ Հիմա ես ուզում եմ հարց տամ բերդ նայողներին։ Ոնց կարելի է հանդուրժել խցում մի մարդու, ով սեփական մորը, քվորը կամ կնոջը սարքում է նարկո ինկասատոր, FedEx, ու դեղա մտցնում բերդ։
ու իա գործողության պատճառով հələ մի հատ էլ բռնվամա մերը, քուրը, հերը, այսինքն իր հարազատը։ Ինչա թե ինքը այդ պահին այդ կայֆը պիտի անի։ Ու այս կոնտինգենտը, հա, կոչվում է լավ տղա։ Այս կոնտինգենտը դառնում է առաջ, բան երեխաները թոլսեն։ Ու այս կոնտինգենտը դառնում է բանը հեղինակություն վայելող բերթանստե դեղահասցրե եւ այ հարգելի երեխաներ, նայեք, սա լինելու ձեր վերջը։ Ես հիմա ուզում եմ հաստամ այդ գողականներին, դուք ո՞նց եք նման մարդ հանդուրժում ձեր հետ միևնույն խցում։ Կամ նույն այդ խցի մեջ խուց նայողը ո՞նց է հանդուրժում, որ իա խցակիցը իա ընտանիքի այսինքն նման մարդու ներկայությունը ո՞նց է հանդուրժում, որ իա ընտանիքի անդամին շինում է նարկոֆեդեքս։ Ու ամենահետաքրքիրը դլոյի մեջ եղած նարկոտիկը գալի մտնում է բերտ ու դլոյի մեջ եղածով հանում են, քաշում են քթերը կամ, չգիտեմ, կողում են մեջները։ Ցելոֆանով էր փաթած, հիմա պիտի ասեն, մոմենտ չի։ Այդ գողական աշխարհի կրուտիտը, էլի, հասկանում եք, կրուտիտ են անում, ցելոֆանի մեջ են, մոմենտ չի էդի, իրոք, դլոյի մեջ եղած նարկոտիկը հանում քաշում եք ձեր քթերը ու դուք կոչվում եք լավ տղա, հա, բայց են հարիֆին ով անգար չգիտեմ մեկի խերը վեկալ է դլն ալի, ասում են գյոթա, գյոթնոց, կամ դլոյիստա, կա չէ։ Հիմա այդ գյոթը ով վեկալ է գլգլը յար է ինչ-որ մեկին, ավելի լավ տղայա տվյալ պարագայում, որովհետև իա ընտանիքի անդամին չի սարքան նարկո ինկասատար, քան թե լավ տղեկը, որ նստած են կլորում ու նարկո ինկասատրություն են անում սեփական ընտանիքի անդամին սարքելով, իսկ ատոմյանից հիմնարկը կոնտրոլ չի անում, դրա համար շաբաթը մեկ օրը մի հատ մեկը լմա բիզինի, չնայած լավ է, ինչքան շատ սատկեն ենքան լավ, էդ էլ եմ հասկնում, ինչքան այդպես բան պերեդոզից է թան, համ ընտանիքն է խախատվեմ, համ են, օրինակ ես լնեի ներքին գախնի հրամանբան, կտա ինչքան նարկոտիկ կա, նարկաման կա սաղին բաժանել, անես դոզա բաժանել, որ քաշենում մեռն, գունետես բան արեք, պետական ծրագիր, առաջարկում եմ, քերակատարողական վարչություն ես, գախնի պետական ծրագիր ներկայացրու ազգային ժողով, Վիտալի Բալասանյանը ասել ամենաուժեղ առաքիչն է եղել, հատուկ տաբլետիկ կան, որ մի անգամ քաշվեց ու վարի ես հետամ, կսեք շրջանառության մեջ, մաքրեք, գոնե այդ ձև մաքրեք ես ազգը, ես նրանից եմ զայրացած, որ օպեր խումբն է վատ աշխատան, թե չեն կմեռնեն, չեն մեռնի, բան պերեդոզից ես հիմա համոզված է, որ ընտանիքի անդամներն շուրջ քաշեցին, բայց եթե այդ իրավիճակն է, ես տես բան կանեի, պերեդոզ մի հատ քաշեց ու սոմանած տեղում, վերջացավ, դեմա քաշեք, ԱԲ պրոյեկտ ՍՊ, հələ մի րոպե։ Ուրա։ Կա։ Ես ինչի ուզում կապնվի այս ընկերության հետ։ Առավոտվանից զանգում ենք, ընկերություն նեմա։ Ուրեմն մամուլով հայտարարություն էր տարածվել, որ հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզ գյուղ Նորավան, ասֆալտի գործարան, հակառակորդը խփել է հրետանակոծելա։ Ես այդ հայտարարությունը անձամբ եմ տեսել, լրատվամիջոցով գնացել էր։
Ես ուղղակի զարմացա, թե ոնց է Ադրբեջանը խփել։ Ես ծանոթ չէի բան Նորավանի, այնպես ասած, գտնվելու վայրի հետ, բայց հետո պարզվեց, որ գյուղ Նորավանը գտնվում է ադրբեջանական շփման գծից բավականին հեռու, եւ ասֆալտի զավոդի տարածքում հայտնաբերվել է մուխայի խվոստիկը, սնարադի, պոչի մասը։ Խնդրեմ եմ տեղադրել Telegram կանալի, ուղարկել եմ։ Մուխան խփում է մաքսիմում 150-200 մետր։ Прям սուպեր։ 150-200 մետր հեռավորության վրա Ադրբեջան գոյություն չունի գյուղ Նորավանից կամ այդ զավոդից։ Ինչ է տեղի ունեցել։ Բայ Ղազարյան, MVD-ի մինիստրը արդեն։ Բանից պարզվում է Սյունիքի մարզի գյուղ Նորավան ասֆալտի գործարանը, որը որ շահել է բավականին լուրջ տենդերներ, ու իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների ասֆալտապատը, ուրեմն գոյություն ունի ԿՊԱ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյան, խնդրած կլեմ այդ մալի նկարը տեղադրել Telegram կանալ։ Մեր տավարի ցավ վրեն նայում ես, կերե ու չի թրկե։ Այսինքն թրկումը տարին մի անգամ, նոր տարուց հետո։ Այսինքն վերջերս։ Ու ես պատկերացնում եմ դրա քակելուց հետո ինչ ա եղել կոյուղու հետ։ Այս ղախպարկը Կարեն Համբարձումյան իա թայֆով ուզում է դառնա համասեփականատեր, զավոդա ուզում խլի։ 40%-ն ա ուզում, ես միշքան ա ուզում։ Եվ կոնֆլիկտային թեմաները մեկը մեկի հետ, որ չգիտեմ, զավոդի սեփականատեր նովայից խաբար չեմ, չհասցրեցի ուղղակի ոչ եմ ճշտել, սրա հետ հակել են եւ որպեսի հիմա ցույց տան իրանց տղամարդկային դիրքը, վեկալել են մուխայով, ամենայն հավանականությամբ ռազմի դաշտից բերված եւ կրակել են ասֆալտի զավոդի ուղղությամբ։ Հիմա ձերը տեղի ոստիկանությունը вообще բարձել է այդ մուխան սնարադը, ինչպես հայտնվեց գյուղ Նորավանում, ով է կրակողը, խեն կրակել, ոնց են կրակել, պարոն MVD-ի մինիստր։ Իսկ Կարեն Համբարձումյանի հետ կապված պարոն Աբազյան, քանի որ ստեղ գնում է, հավարով գնում եք այդ պզո, դրանց եք կապնում, ասում եք թաղային հեղինակություն եւ այլն։ Բա Կարեն Համբարձումյան, անելով ազգային ժողովի ԿՊԱ-ական բոզի տղա, զավոդա խլում։ Բաժնեմաս։ Խաբարեք, անդոյ։ Շատ վատ եք աշխատում, անդոյ։ Ու մի հատ էլ ներկայացնում են, որ Ադրբեջանն է խփել։ Ես ելնեի Ալիևի տեղը, այս ինֆորմացիան կարդալուց հետո, խեռս կառնեի ու կտշեի այդ հայտարարություն տարածողի ընտանիքի մեջ։ Կասեի, դե հիմա տես, մեր երկու հատ գաուբես կուղարկեի տան վրեն։ Իրանք իրանց ու բոզի տղու, նայեք, ԿՊ-ի բոզի տղությունը։ Իա կերած քաքը կցմա Ադրբեջանը խփեց զավոդին։ Ոստ հիմա չեմ ուզում ռուսերեն ասեն, չնայած հասկանում են այդ բոզի տղեկը։ Բա հիմա նման հայտարարություն տարածողը, պարոն Աբազյան, ինչի՞ չեք հավքում։ Կարեն Համբարձումյանին եւ սա թայֆին ու այդ զավոդի սեփականատիրը չմի հատ կոչ ասել, տղա ջան, էտո ոզում քո ձեռից զավոդը խլի։ Ինչ էի կրակել քո զավոդի վրան մուխայով։ Այդ մուխան պահեիք ռազմի դաշտ, դիրքեր կա, ոչ թե դիրքերի 90%-ը մուխա չունի։ Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Մարտական դիրքերի 90%-ից ավելին մուխա չունի։ Այն որ մենք նորմալ մարտական դիրքեր չունենք, դա լա պարզ։ Զրո սպառազինության ոչ իգլա, ոչ պտուր, ոչ ֆագոտ, ոչ մուխա, բայց անհատ անձը մուխայով խփնա զավոդի վրա։ Կարեն Համբարձումյան, տավարի ցավ, բոզի տղա, չխալեշեք մերրեի, ռաստրիլաց նախույ, նյատ էլ նյութ են տպում, Ադրբեջանն ամեղավոր, խտրել, Ադրբեջան չի, հանվի նստի ձեր բեյնին, ասել բոզի տղա շարկամ էլ վրեն անեք, բանակասի միծս ընկավ,
Գայանե Ասլամազյան, բարև ձեզ, ինչպես եք։ Այս գեղեցիկ դեմքով մի հատ ծանոթ ունեի, ոչ բարով, ծանոթ որն է, մենք երդ շատ մոտիկ էինք, մի կոմիտասցի գանդոն, սա սիրահարվել էր մի հատ դիցուհու վրա, Ալավերդյան փողոցից։ Ալավերդյան փողոցից։ Այս ընկերուհին, այդ աղջկա դեմքին, որ նայեի, այդ Ալավերդյանցու չեմ ուզում անունտա, որովհետև ամուսնացել է, այդ աղջիկը երեխեք ունի եւ այլն։ Եթե բերեին դնեին Մայրամ Աստվածածնի նկարը, եւ այդ աղջկա նկարը, ու չիմացող մարդու, ասիկում, բանով, յուղաներկով նկարած, հա կտավ։ Չիմացող մարդու բերեին նստեցին, ասեին, ով է այստեղից Մայրամ Աստվածածինը կամ նապրեմեր Մարիա Մագդալենան։ Նայողը նայելու իր ասեր, այս աղջիկ։ Հաստատ 90% դեպքերում Մայրամ Աստվածածինի կողմ չէի նայելու։ Այդ էս դեմքում էր։ Լեոնարդո դա Վինչին, եթե ապրեր այս թվերում, այդ աղջիկա դեմքը կվեկալեր կտար-կտավի, կասեր սուպ սրբոց։ Բայց մի աղջիկ չես, մի սեքսոզավր։ Հիմա Գայանե Ասլամազյանն է։ Նայեմ ես, Բելինքի Պուշիստինքի, սեփական մարդուն գրգեց Բերտ, goodbye my love, ճամփեց։ Այդ Հայաստան եղած ժամանակ, մեկ կուլտուրական անձնավորություն, վարում հաղորդում, լուրեր, չգիտեմ ինչեր եւ այլն, բայց որ գնում էլ Վարշավիրանոցնի, մազել ֆենել, ձգվել, պրտվել եւ այլն, արշում էլ արշակնի։ Վովայենք, արշակենք, արշակենք, վովայենք, վովայենք, արշակ։ Թոմատ է արշակի կնիկը, այդքան արշակի ավլը տվելա, ինչուն այս դիցուհին։ Հիմա, մե պատրիոտիզմ, մե ինտելիգենտ մոտեցում, երկիր, բանակ, հայրենիք թեմայի։ Ողջունելի է, Տիկին Ասլամազյան։ Բայց ես ուզում եմ հարց տամ ձեզ։ Դուք ունեք Արու Զաբակ, ձեր որդին ուր է։ Ձեր որդին բանակ ծառայել է, ոչ, ինչու ոչ, որովհետև Արշակ Հակոբյանի խնդրանքով հանրապետական մի հատ գանդոն կար, որ կրթության գիտության նախարար էր, Աշոտյան Սիկտիչ, վեկալեց Գայանե Ասլամազյանի տղուն գրգեց Չինաստան, Մաո Ձեդունի մոտ սովորելու, որ չէ թա բանակ։ Բա կին չէ, էլի չէ, բա Մաո Ձեդունն ու իմպերիացին դնեն ձեր նավարի բենին, ինչի կոր դղան չգնաց բանակ։ Գայանե Ասլամազյան։ Ես օրինակ հիմա ես համոզված եմ, որ այս դեպքում ոչ թե մենակ Տիկին Արուս, հարգանքներս, ես սիրում եմ, այկնիկ, տարի շնորհավոր, բայց թե ոչ թե մենակ Տիկին Արուսն է հիմա սենց նստած ճոճվամ, են բանը ձերը բմբուլը, կոֆեսս խմեմ, ու վայելեմ, այլ նաև Մարֆա Վասիլևնա, արշակի կնիկ, հիմա միանշանակ համոզված եմ, լասմա, էնյան, աղջի, էկ է նստելա ու լսմա, աղջկատ միասին, ու ասմա, ջան Վարդան ջան, ջան դեմ թե միջևա բան չի ասել, որովհետև Մարֆա Վասիլևնա գիտեր, որ իրանց տան եկամտի քծիպ 25% արշակը նվիրեմ է Գայանե Ասլամազյանին, էտա ջիպ, էտա ջպի խամարնի 50-100, էտա բուկետնի և դուխի, հլա մի օր էլ ես հիշում եմ, թիվը չեմ կարողանում, կամ 12 կամ 13, եկա ընկեր արտիստի մոտ, Վովայի մոտ, դես առանց ինչ-որ մի բանի գալի գնում է և այլն, դե հենց մտնում ես այդտեղ, վայ Ղազարյան կհաստատես դու, մտնում ես դեր ձախ թևի վրա կաբինետներն ա եթեմ չորորդակ, ամեն առաջի կաբինետ, արշակի և շն կաբինետներ դուրը բաց, գալում էին, մուծվում էին, գնում էին, գալում էին, մուծվում էին, գնում էին, մտա են պահին, որ պոնչը, մի հատ ունեինք պոնչ, բանը ձերը, պակետը դուխի մցրեց ներս, ես էլ նայեցի, որ մտավ, բռնել աբան ռադարնարդ է, եկա սենց որ շմ կայնա, բերեց դրեց որ շմ դեմը, հուսային պողոտայից էին առետ խանութի անունը չեմ հիշեմ, ես էլ էտ է զեղջի քարտուն էի, ոչ շմ սենց նայեցի, տեսա բանը կանացի դուխի ա, վրեն կարմիր խերը պատած, ասի հաղորդավարնի,
Ну հասկաց արդեն ուրակնամ, աշակլան կա պանիկայի մեջ։ Դեգը չես սիրեմ, երբ որ ես ֆիքսում էի։ Ասի եւ ինչ արժե, էտա դուխի, անդեղից են մարդամեկն ասեց թանկ, շատ թանկ։ Ասի գիտեմ, աշխատավարձը չի կարա թույլ տալ նման դուխի ձեռ բերելը։ Ադից հելամտավովայի մոտ, ասի ես չեմ կարում հասկանալ մի հատ բան։ Ասեց ինչ եղա այդ տղա։ Ասի մենք չենք կարում գոնե մեր համար շոր առնենք։ Բայց ընկեր Աշակ Հակոբյանը դուխի է առաքան Armenia TV։ Ասեց ում, Սիգայանե Ասլամազյան։ Դե ասեց սերա։ Խնդրեմ։ Այդ ամանձի չէին սիրում։ Որովհետև ֆիքսում էի ու մեջները դնում էի։ Աշակն յակզի պալով։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ընկեր Ասլամազյան, Տիկին Ասլամազյան, ուրա ձեր որդին։ Եվ պարոն Աբազյան, մի հատ խնդրում եմ հանեք կրթության գիտության նախարար Աշոտյանի կերասքակերը, թե քանի հոգու են Գերաշոտյանը այդտենց ղրգել արտասահմաննի սովորելու ու այդտենց իբրտե սովորելու ազատել ապարտադիր զինվորական ծառայությունից։ Բա Մարֆա Վասիլևնան պակաս է ջիբը կարար քշեր։ Դրա համար այսօրվա օրով ասում են ինչ լավ է լավ, Աշակ Բիզինդիր է լավ։ Լմի վարք։ Նիրոպ։ Մի հատ ստատուսներ են գրեմ լացակումած, հայրենիքի մասին են մտածում, կոտորվում են, տառապում են, մեր հայրենիք, ես ինչ հակատարվեմ, եւ այլն, բայց սեփական երեխեքին ազատում են բանակից։ Իբր թե ղրգել են Չինաստան։ Չինաստան են զանգում։ Не берет. Этот. Այ մարդես համարը կարող է սաղի ձեռը կալ, հա? Այո։ Մենք զանգահարում ենք Տարոն Մարգարյանին։ Տարոն Մարգարյանն էլ մեր վրա հեռախոս անջատում։ Ուզում եմ մի հատ հարց տամ Տարոն Մարգարյանին, անջատում ամ։ Ուզում եմ հարցնեմ, Տարոն Մարգարյանի տղեն, աղջին, ամուսնացել է։ Հիմա ուզում եմ հարց տամ, բա Տարոն Մարգարյան, եթե ձեր տղան ամուսնացել է, բա բանակի չի գնում։ Կնի կարում են շինեն, զինվորական ֆորմատ չեն կարում հակնեն, զանգում եմ չի վեկալում Տարոն Մարգարյանը, 44, 77, 77, 77։ Տարոն, Էդա չի չես վեկալում այդ այս համարը պալի տալ է, գիտես։ Էլիզբեկյան, Էլիզբեկյան է բեր, զինվորական դատախազին եմ դիմում։ Մի հատ խնդրում եմ հանել Տարոն Մարգարյանի որդին, ինչի բանակում չի, ինչով է ազատված, սրան ինչա պատահ է, սա հանրապետականը չի ծառայ է։ Ված հռամ ես, հանրապետական ու կապ, բազի տղեկ օգտել են իար։ Զանգում եմ Տարոնին, որ հարց տամ, հիմա նայում է, եթերը նայում է պաստորեն, պրոստի ուզում եմ հարց տամ, ասեմ, բարև ձեզ Տարոն Մարգարյան, ուզում եմ Տարոն Մարգարյանի ձենը լսեմ, դες չի վերցնում, Տարոն այդ աղավեք ալ, Ատա զբոյա կուտա, բայց Տարոն Մարգարյան չի վերցնա, Էլիզբայրան զին դատախաս, Չես ասի վեգալավ զարմացավ, չի պատասխան, ու հետաքրքիր այս մարդը 7-ը շատ աս, ոչ եմ սիրեմ, բանը, տան հասեն 7-երով, հեռախոսը սաղմ են 7-երով և ալն, բա զավագների քանակը իշկան գիտեմ 7-ա իշկանա, ուրեմն ես ուզում եմ դիմեմ զինվորական դատախաս Էլիզբայրյանին, պարոն Էլիզբայրյան, ես խնդրում եմ ձեզ մոտ
Էվրոսմա նշեք Տարոն Մարգարյանի որդու հանգամանքը ևս։ Տարոն Մարգարյանի որդին, Արշակ Հակոբյանի որդին, Վլադիմիր Գասպարյանի որդին ինչ որ թե ժամանակնի խամավոր մեկ շիտը բանանում եւ այլն։ Դաշնակների որդիները, ես ականադառնանք սրանց։ Մարդը կարում է ամուսնանալ, կնիկ դոմփի։ Ծակը գտնի մեջը դնի։ Բայց ավտոմատի ծակի չի կարում նայի։ Ինչ հետաքրքիր է։ Գիշերվակես խարխի վրեն ծակալը մենք գտնել մութ սենյակը։ Բայց ավտոմատի վրեն ծակը չեն գտնում, որ պրիցելը բռնեն։ Հասկանում եք ինչ բարդ պատասխանատու գործ է։ Տարոն Մարգարյան։ Եվ սա վաղը առաջադրվելու է Երևանի քաղաքապետ։ Երևի, էլի, եթե Աշոտյանը չլի էսիա, կամ էսի չլի էնիա, հանրապետականի կողմից։ Ու պիտի գան Երևանցուն կյանքը լավացնեն, Երևանը փրկեն։ Որ թիթխի բանակում չի Տարոն Մարգարյան, հա? Կամ այս տարիքում եմ 20 տարեկան, 19 տարեկան կբրենք ամուսնացնել։ Հա, նորմալ է, բազա։ Դու տարիքում ես ամուսնացել մարդ։ Չէ։ Բդա։ Սաղ օլիգարխիայի երեխեքը կամ իմպոտենտ են, կամ ունեն արգանդի մինինգիտ, կամ ուղեղի ռակ։ Ու չեն էթը։ Բայց քաղաքը տրվժը դլո գպսնելուց և այլն առաջնահերթ տեղերում են, երկիրը թալանելուց։ Ոնց որ Գայանե Ասլամազյանի տղեն, նու Գայանե Ասլամազյանի ոչմ տղեն Արշակ Հոպարի միջոցով ազատվեց բանակից։ Ղրգին Գուանջու Էլիզբարյանս ես զինդատախազը ես ուսով եմ հետևություն կանին և Գայանե Ասլամազյանի որդու պահով և Տարոն Մարգարյանի, ինչպես նաև Արշակ Հակոբյանին։ Մարդ համիա երեխոնա բանակից ազատ է, համ սիրացի տաղուն։ Գումանիզմ։ Են հայրն է թեթազոֆի։ Ես ինչ են ղրգեմ ես։ Այդ տղադետենը մենք էլի։ Վայ։ Так։ Մյուս հետաքրքիրը։ Մենք անդրադարձել ենք Թոխմախի մհերին, ճիշտ է, Արոնաբազան, կապված երրորդ մասի Լովիկի սպանությունով, Զակաշիկ Թոխմախի մհեր։ Ես ինքս ևս պնդում եմ դա իմ ներքին համոզմունքն է, ինչպես նաև մեզ հասած օպերատիվ տեղեկություններով։ Հետո պիտի Անդոն պարզի, բայց Անդոն ոնց որ թե Թոխմախի մհերին սիրում է։ Ուրեմն զանգարել է քաղաքացի, որը ցանկանում է մնալ անանուն, առայժմ անանուն։ Ասում է պարոն Ղուկասյան, կար Բիչ Արսեն, 42-40 տարեկան ա եղել, ինչ ա եղել, ես չգիտեմ, մհերի աջ թևն էր։ Բիչ Արսենին 2013-14 թվականին, ուրեմն ներողություն, այս Բիչ Արսենին սպանում են։ Դրանից հետո սպանում են տարիներ անց Ռաֆոյի տղա Սարոյին, որը որ ըստ մեր աղբյուրի հանդիսանում է Բիչ Արսենին խփողը։ Իսկ ասում է Ռաֆոյի տղա Սարոյին, ում խփեցին երկաթուղայինների մոտ Փալակի փողոցի վրեն։ Խփել է տվել Թոխմախի մհերը, այսինքն ևս մեկ սպանության, այսպես ասած, հետք դեպի Թոխմախի մհերի կողմ։ Ես չգիտեմ, ինգես Անդոն ինչքանով կաշխատի օպերատիվ, թե ոչ, բայց իմ կարծիքով և այս ինֆորմացիան և երրորդ մասի Լովիկի դեպքը պետք է մանրամասն ստուգել տատղել հաճելի մարդ։ Մարդիկ ահազանգում են, մենք էլ բարձրաձայնում ենք։ Մյուսը, որը ես ուզում եմ բարձրաձայնեմ, վերաբերվում է Ձորում, այն մանկական երկաթուղու մոտ, Նայրի բժշկական կենտրոնի տակը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի դաչի տակը կառուցվող
հսկայական ռեստորանա հյուրանոցային համալիրին է վերաբերվում, որի վրա ծախսվելու է 14-ից 15 միլիոն դոլար։ Ինձ բացատրեցին, որ շինարարական աշխատանքները կատարում է բանը, ինչ էր դրան, բաբոն, որը որ եղել է տամոժնու վրա, իաննա և թողմախի մհերինն է։ Ես մի բան եմ ուզում հասկանամ, վերևը հիվանդանոց, տակը ռեստորան ձոր, վաղը ու պրիտոմ նախագահական դաչա, Աբազյան, ես երևույթն եմ ուզում հասկանամ, լավ, Նիկոլնա բոզի տղա, հիմա ես ғաղպի տղեն գնաց վաղը մյուսը, խոմ չի մնալու ծմաղ, չի, սիկտիր ալնելու, գալու է մի հատ նորմալ մարդ, հաստատ, ոչ Ռոբիկն է գալու, ոչ Սերժիկն է գալու և ալն իան զոմբիներով, գալու է մի հատ նորմալ մարդ, նախագահական նստավայր, մարդ է, պրեզիդենտն է, վարչապետն է, չգիտեմ, պաշտպանության նախարարն է, գրողու սևցավը գործից հետո գալու են այդ տուն, պիտի քնեն, հանգստանան, մտածեն, հանդիպում խորեն և ալը, և հանգարս ներքևը, դղկալը դմբը, ուր էլին ես իմ բարեկամ, դու նրա հետ ընկերացի, թաթուլ, բաթուլ, կլկլոս և ալը։ Գումարած, նայրի բշական կենտրոն հիվանդները վերևը։ Ես ուզում հասկանամ, դա նորմալ է, ինչքան էլ որ քաղաքապետարան կոչվածը, ընտրություններ ընկեր Ավինյան բոզի տղա են, ընտրություններին ընթարաժ, որպեսզի սրանց քաշի իրանց կողմը 30 տարով վարձակալության են տվել, ինչ են տվել, կամ քանի տարով չգիտեմ, որ այդ տարածքում սարքվի հսկայական ռեստորան։ Բա հակակոռուպցիոն կոմիտե։ Դու չես ուզում մի հատ հələ գնաս տենաս այդ ռեստորանը ով է սարքում, հաճելի մարդ։ 14-15 միլիոն դոլար մաքսատան վրա աշխատած երիտասարդին որտեղից, հա? Թողմախի մհերին որտեղից այդքան փող։ Չեք ուզում պարզեք։ Հակակոռուպցիոն։ Ես գիտեմ Սասունը մոտիկ է մհերի հետ։ Սասուն, ես հույս ունենամ, որ դու չես ուզում գնաս նորից դրան մոտ։ Դավթաշենում էլ վերսկսել են իրենց նորից շենքի շինարարությունը, այդտեղը տենց, բանը, տամոժնյու պետ բաբոնով ա, որ նման մասշտաբի շինարարություն էր, այդ ինչի հաշվին, ում հաշվին, հաչելի մարդ, հիմիկ մանից ասում եմ, այդ եկա շինարարությունը, որ անեմ եք, ինգեր բաբո և մհեր, իշխանության գալու դեպքում, ես խոստանում եմ այն պիտի քանդվի, այս պահը ընտրողը ֆիքսի, այդտեղ ռեստորան չի աշխատելու, դուք հլը պատասխան եք տալու, այդ գումարները ձեզ որտեղից, հիվանդանոցի տակ, այդ խեղճ հիվանդների հերը անիծվա վաղը մյուսոր, դրա մասին մտածել եք, հարգելի ժողովուրդ, շինարարության մասշտաբը ես նայեցի, վտոչ են զորրո կինոն որ կա, են որ դրած ռուդնիկի ոսկե փորում, այդ տիպի մի հատ գիգանտ աշխատանք։ Ավինյան Տիգրանս պիտի դառնա քաղաքապետ։ Ավինյան Տիգրանի տուն ու տեղը ծսնի սաղ Երևանը։ Դու դառնա, տենա ոնց է դառնա։ Զբաղվեք։ Սա հաճելի մարդ, խնդրում եմ ընդունել որպես հաղորդում հացագործության մասին։ Պարզեք պետական համակարգում աշխատած բաբոին և դիպլոմը կեղծած թողմախի մհերին, որը որ 96 թվին Վարդանանց համալսարանը բացվել, թողմախի մհերը 97 թվին համալսարանը ավարտել արդեն, մի տալում։ Են որ Վարդանանց համալսարանը դրած դիպլոմ էր ծախում, սա ռազմական ոստիկանությունը, վերնախավը, առելա Վարդանանց համալսարանի դիպլոմը, Մկրտումյան Ռոմիկով, Մոմիկով, Արկադիկով, Գագոյով, Նասկիով և սաղին դիպլոմա ծախված։ Բա դա, ձեր դատախազությունով քննարկման առարկա չպիտի դառնա։ Կան թողմախի մհերի տղեն, որ չի կողմնորոշում 83 թիվա, թե 84 թիվա, երկու տեղը տարբեր թվեր ա գրել։ Դա պարզեք մի հատ։ Են խեղճ աղջկան են, Աննա էր, ինչ էր, գյուղապետի հավալը բռնի կարիք ծվեն, բա խնդրեմ։ Մի հատ էլ հետարքրվեք, Անդո, իներևրե դու ազդում ես, Անդո, մի հատ ալրաղացի լովիկ կար,
հիմա բերթմա, այլ աղացի լովիկի ընգերուհու առևանգման պատմությունը, որ առևանգել էին նորից, մեր կողմից հարգված մարդիկ, թողմախի մեր ենք, ինչի դիմաց, ինչի առևանգեցին, ոնց պահեցին, առևանգելուց, ես խիստ կասկածում եմ, որ առևանգելուց հետո այդ աղջկան տարե կոֆե չայ են տվել, հաստատ սեռական բնույթի բռնի գործողություն այդ աղջկան նկատմամբ եղել է, լովիկը նստած է ձեր մոտ, Երևան հերակատարողական հիմնարկում, պարզեք, ինչի դիմաց թողեցին, ոնց թողեցին, ինչի առևանգեցին, բռնաբարել են, թե չեն բռնաբարել, ինչի մենք հələ դեռ աշխատում ենք։ Մենք անդրադարձել էինք օրեր առաջ եկեղեցուն։ Ես խորը ցավ եմ ապրում դարես ամենաբուն իմաստով, երբ որ որոշակի մարդիկ Աստված քեզ կպատժի։ Ոնց ես կպնում եկեղեցուն եւ այլն։ Մեր կրոնը, մեր հավատքը։ Նման կոմենտարիաներ եղան, երկու հատ էլ բոզի տղա եկալ է գրել էին։ Ես չասի եկեղեցուն բան չասես։ Կտրեմ։ Ես ուզում եմ ուղղակի շատ կարճ այդ թեմային մի հատ անդրադառնամ։ Լավ, պետք չի լինել դոկտոր պրոֆեսոր։ Պետք չի ունենալ բարձրագույն կրթություն։ Չգիտեմ, ես ինչ հասկանալու համար։ Հարգելի ժողովուրդ, տեսեք, ես խոսում եմ շատ կիրթ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է գոյատևել միայն մի դեպքում։ Հայ ժողովրդի եւ Հայաստանի ամենալավագույն դաշնակիցը, որը կարա լինի, դա բանակն է եւ կրթությունը։ Ռուսաստանի համար, չէ, առասարակ ոնց են ասում եկացերինան։ У России есть два союзника, армия и флот։ Դե մենք ֆլոտ չունենք։ Իսկ Հայաստանի Հանրապետության համար բանակ եւ կրթություն։ Եթե դու չունես բանակ, եթե քո սերունդը անկիրթ է, ոչ մի եկեղեցի, ոչ մի տերտեր, ոչ մի մոմ, ոչ մի խունկ, ոչ մի իկոնա, քեզ չի փրկի։ Հենա, Շուշիում եկեղեցի ունեիք, փրկեց Շուշին։ Արևմտյան Հայաստանը ողողված էր եկեղեցիներով։ Տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Տեսակ անին։ Ձերն է, չէ։ Ինչու։ Որովհետև դուք փոխանակ հայ ժողովրդի պատմության մեջ, փոխանակ բանակ զիներ, զինվոր զիներ, կրթությամբ զբաղվել եւ այլն, զբաղվում էին Օսմանյան կայսրությունը թալանելով, մխսելով ու ռուսի ոռիծակը ծծելով։ Արդյունքում թուրքերը դրին, այդ թվում իմ նախկիներին, հələ մերոնք մազապուրց եղան, ու արին այն ինչ որ արին։ Ոնց նայում էր մինչև 15 թիվ Ստամբուլ, Վան, Արդահան, Կարս, բոլոր լավ տները հայերինն էին։ Լավ առևտրի շուկայի են լավ տեղերը հայերինն էին։ Սա լավ բաները հայերինն էին։ Ապրում էին, ինչեր են Սուլթանի պալատը հայինն է եղել, բա եթե թուրքերը տես բոզի տղա էին, էլի բոզի տղա էին, դες այդքան բանը ոնց էին թույլ տվել։ Դե հիմա թող մի հատ այլ ազգ գա Հայաստանի մեջ այդքան բան ունենա։ Կարա։ Կլնեք կուտեք։ Գնա Ղարաբաղում տես բան ունենա։ Վիլլա դնի, բիզնեսով զբաղվի ու թողան բարգավաճի։ Ինչ կանեն Ղարաբաղցիք։ Ծսցնեն։ Հիմա այդքան իմ ասելուց հետո, որ եկեղեցիներով գումար են լվանում, որ եկեղեցին դարել է կոռուպցիոն սխեմ, ատմիվայնը ձենյեք, դրամ լվալու միջոց, սրակ չեն հասկանում, մեր եկեղեցու դեմ է խոսում, տերտերները գարեգին բդ ուրա, 29 օրա, 28 օրա Արցախի ժողովուրդը մատնված է սովի, գարեգին ուրա, եկեղեցին ուրա, դե հիմա տերտերներով գնացեք, բացեք, գնացեք, Աստծուն աղոթեք, հեսա նստած ա, թո ճամփ են բացվի, ցուցարարներին բերեք այնսել ա,
ընկեր Ադրբեջանը, ներքին զորքերն են ռեշոտկի ցենկոմ ցանցերից բերի կանցելը, ապահովում է ցուցարարների անվտանգությունը։ Բգնացեք, բացեք։ Նորից եմ կրկնում, հատուկ տգետ տավարների համար։ Եթե, հիմիկվանից եմ ասում, եթե իմ դեմը կանգնած լինի եկեղեցի, և այդ եկեղեցին, եկեղեցու գանձերը, եկեղեցու կարողությունը, այդ եկեղեցու տեղը վաճառելով, գանձերը պետականացնելով, ես պիտի փրկեմ, ես պիտի զինեմ իմ բանակը, ես պիտի զինեմ իմ զինվորին, ես չպիտի թույլ տամ, որ իմ զինվորը քնի հողի վրան, ու ես պիտի հաղթանակ տանեմ, ես կքանդեմ այդ եկեղեցին, ես կվեկալեմ եկեղեցու գանձերը, ինչպես դարեց Պյոտր Պերվին, ինչպես դարեցի մնացած մյուս բոլոր նորմալ պետական ղեկավարները։ Երբեք ու երբեք եկեղեցին ձեզ չի փրկել, ինքեր ժողովուրդ։ Հայաստանի հայ ժողովրդի մաման անիծվեց այն ժամանակ, երբ ինքը հրաժարվեց իր հեթանոսությունից։ Ամբողջ աշխարհին ընկեր հրյաները հագցրեցին կրոնին, մի կողմ իսլամ, մի կողմը քրիստոնեություն ու հագցրին սաղին իրար։ Իրանք էլ նստան իրանց բանով, չգիտեմ ինչ այդ գորրա բորրա եւ ալով, իրանց բանով այդ կրոնով են այդտեղ։ Մի ասք դուք հրյաների բանը կարդացել եք, որ ասում է Դաժե 3 տարեկան երեխայի հետ իրավունք ունես զբաղվելու սեքսով, եթե այդ երեխան այլ կրոնից է։ Դեկալ է կարդացեք։ Որ սաղ ազգերին դու կարաս տոկոսով փող տաս, բացի հրյայից։ Ու այդ հրյան նստավ մուտիտը գրեց գցեց սաղի ջանը, հագցրեց սաղին, բանվալի վերջ։ Իրանք էլ քաշվան գլախ։ Էլի հավատացեք, ձեզ ոչ մեկ չի ասում մի հավատացեք։ Էլի գնացեք մոմ վառեք, էլի գնացեք կնքվեք, մկրտվեք եւ այլն, չգիտեմ, ամուսնացեք։ Ումա պետք է ամուսնություն, ումա պետք է եկեղեցի, որ բանի խաչ տակ ամուսնանեք, երեքորդը բաժանվում եք։ Հնազանդ ես, հնազանդ եմ, տեր ես, տեր եմ։ 3 ամիս հետո ծծանում են իրար ու բաժանվում են։ Եթե այդքան է ձգեն, բայց ինչ թատրոն է։ Ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ։ Հայ մարդու համար, հայի համար, եթե այդ ազգը ուզում է ապրի, եթե այդ ազգը ուզում է գոյատևի եւ Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի մեջ են, ռուսամոլ բոզի տղեկին հեսա բան կանեմ, կանադառնամ, որ չլի ծվեն, պիտի ունենա բանակ։ Են որ հուսո աստղ կինոյի մեջ է, որ վեկալամա գինով, գավաթը շփամա վրեն, ինչի մեջ չփրկեցիր, խաչը դրեց մեջները, հալիձորն ընգավ, այնուն են հիմա ելնելու, այդ ձեր խաչերով, բա եկեղեցի ես, գարեգին բոզի տաղա, զինվորդ հողի վրայա կնեմ, պոստեր չունես, են ինչ է, իշխանասարի գագատին, ասեմ հատուկ իմանակ, իշխանասարի գագատին, որ թուկն եք է տեղադրվել, մի հիանալի բունկերասարք է, որի մեջ կարա տեղադրվի մի ամբողջ բատալյոն, հոսանքով, մոսանքով, ջեռոցումով և ալո, իշխանասարի, որը մերն էր։ Իսկ հայ զինվորը իշխանասարի լանջի վրա, որ թուրքը վերևից նայում է, քննումա հողի վրեն։ Այդ զունձը մեռնոցով անմարդկային, դաժե զենք չունեն, շորջ չունեն, ջուր չունեն, լողանալու բան չունեն, նաչնով, վիձենյայով, հեռադիտակ չունեն, որովհետև պարքևավճարներ են բաժանում ու Աննա Բոլեյնի համար Լեքսուս են առնում։ Բա եկեղեցի ես, երբևիցե մտածել ես բանակը զինելու մասին։ Ամենայն հայոց կաթողիկոս բոզի տաղա, մարդիկ հիմնադրամ կար, հաչելի մարդ, հոգաբարձուների խորհրդի նախագահներ կաթողիկոսը, ինչ եղան այդ գումարները։ Այն օրն էլ մի հատ անուշ ապեր, Մոսկվա տեղ, մտնում է եզրասի օբյեկտը, այդ եկեղեցի կոչվածը, Մոսկվայի կենտրոնում, ասում է, պարոն Ղուկասյան, տենամ ասում է, դրած է յաշիկ, Բադայանի ասած, պաշտպանության նախարարի յաշիկ, բայց այս դեպքում եկեղեցու յաշիկ։ Բրեն գրած է օգնություն Արցախին, ու մեջը բոյեմբար փող։ Ես ուզում հասկանամ, երբ է եկեղեցի
օգնել Արցախին։ Առհասարակ եկեղեցին մեկին օգնել, հա։ Այդպես բան կա աղջի։ Դե չանեմ։ Ուզում եմ դիմեմ Մոսկվայի հայությանը, որ պճնված, զարդարված, ես եղել եմ, տեսել եմ այդ բան եկեղեցին։ Ինչ ձևով էին գալում կլունգ, դաշանդրեք, հարսանիք եւ այլ ու բերում են այդ ռուբլիները լցում են այդտեղ։ Եզրասի ящիկը։ Դուք ինքներդ ձեզ հարց տվել եք այդ նույն տերտերներին, որովհետեւ ֆֆռում են։ Մեկին կայնացեք ու հարց տվեք, ասա ներողություն, այս ящիկը որ լցվում է, սրա պարունակությունը ուր է գնում։ Հա? Այդ եկեղեցու մեջի գումարն ուր է այդը։ Ստեփան Ղուկասյան, տեսել եմ ящիկը օգություն Արցախին դրեն գրա։ Ինչ Արցախ։ Երբ է եկեղեցին Սովետի ժամանակ Ստալինը դրեց եկեղեցում, վզին որ վեկալան ֆինանսավորին տանկեր մանգեր այդ առան, ասեմ վեկալ ուղարկին ֆրոնտ։ Երբ է եկեղեցին յան գազարան ֆինանսական միլիոնավոր դոլարները բացած է, ես բանակի համար բան եմ առնում։ Ֆագոտ։ Խոսքյունա կամ պտուր կամ իգլա կամ մուխա, որ կրակեն ասֆալտի հանքերի վրա։ Ոչ մենակ տվեք։ Ես ուզում եմ հարց տամ Գարեգին։ Վաղը որ թուրքը եկավ, մտավ Սյունիք, մտավ Հայաստան։ Եկեղեցիները դի չեն ելնելու։ Հիսուս Քրիստոսը պետք է գա կանգնի թուրքի դեմը։ Հա։ Դուք ո զինվորի հակ ու կապը աշխարհում երևի այս տարածաշրջանում մենք շեք հիշում են Աֆրիկայի ոչում կողմերը, այս տարածը երևի այտենց խղճուկ, եթիմ, բոմժ, զինվոր չլի, ինչ որ մեր զինվորնա այսօր, իա ասկսած հակ ու կապից, այդ խայտարակ, այդ հոգեկան հիվանդի, ոսոգի չգիտեմ, այդ աննորմալ բուշլաթով, իա այդ ամեն ինչով, ինչ են ասում, ուրած, բանով, շալվարով, ձմերային, որ չեր կամ ձուր ձմերնոցով, զինվորը կանգնում է մարտական պոստի, առանց նախշով վիձին հելկայնում ես ինչ, պրիտոմ կարաչնվի, բանով շորով։ Եմ որ ասում է ցվիտոչեք, դաշտի մեջ, սարի գլխին, մի հատ մուկ, տոշկա երևի, անգամ սպիտակ կամբինիզոն չունի, որ քաշի վրեն, քողարկվի, որ հակառակորդը չտենա, որ էտի հայ զինվորնա կայնած է, էտ էլ չունեն, Սուրեն Պապիկյան բոզի տղեն։ Բայց 20 միլիոն դոլար տվին, գլենդելի մեջտեղում եկեղեցի են սարքելու։ Մենք հասկանում ենք, որ դա փողի լվացման բան է։ Պարքև Սրբազան։ Ես նկարը տեղադրել եմ Telegram կանալ։ Ուրա։ Ամերիկա արաբական ռեստորանում նստած, զրուցում եմ միա չգիտեմ ում հետ ու վայելում է պորտապարտ։ Նկարը Telegram կանալում դրած է։ Պարքև Սրբազանը Արցախի թեմի առաջնորդն է։ Պարքև Սրբազան, Արցախը շրջափակման մեջ 20 օրից ավել է։ Դու գնում ես Ամերիկա նստում ես արաբական ռեստորան, նարգիլե ես ծխում ու պորտապար ես նայում։ Հա։ Ես այդ պորտապարուհու տեղը ըլնեի, մերոնը կլցեի պորտիս կասեի լզի։ Պարքև Սրբազան, պորտի վերից մերոն լզած կաս, Էվոս ես մերոնը գալում ապորտի տակից են զնգուլակներին հասնում, այդ զնգուլակները ծուբիկը դնես ես ծծելով, հլնես վերև, մինչև պորտ, էտ էլ խոմ նկարա ֆիքս է դրել ենք, չէ, աղջի, ռուզիկ, Քրիստինե հալաջանը գլուխը կախլա, աշխարիկ մարդը գնա նստի պորտապար նայի կասեմ հա, աշխարիկ մարդակ ուզի պորտապար կնայիք, ուզի ստրիպտիս կնայիք, ուզի գլը կանիք, ես ով եմ որ խոսամ, բա Արցախի թեմի առաջնորդ, Արցախը ողբերգության մեջ, մարդիկ մարդունի քաղաքից զանգամասում են սովամա են կլնում, սնունդը անվճար մտնում է Ղարաբաղ, տանում են խանութներում, տասնապատի կավել ծախում են մեր վրեն, դրան էր գումարած մի մասն ղրգում են իրանց բոզերին, քածերին, բարեկամներին և այլ հասարակ մարդկանց բան, չի հասնում, Սրբազանս Ամերիկա տեղ, պորտապարի դիտում, Հիմա Վարդա Ղուկասյանը, որ գրլում է, սխալ է գրլում, հետ եմ ուզում հասկանամ, հաճելի մարդ, չէ, կամ Ղարաբաղյան թև անցեք առաջ,
Վիտո, նախ, ես իրոք բարի բուն իմաստով կարելի է խելագարվել արդեն։ Ինչպես գիտեք, հարգելի ժողովուրդ, ես շաբաթ օրը հայտարարեցի Վիտոյին հանելու պատճառը։ Մի հատ էլ լրատվամիջոցները գրում են, մինչև օրս հայտնի չէ, ինչի ազատվել Վիտալի Բալասանյանը։ Ես չգիտեմ, որ մի լրատվամիջոցներ գրել, բայց մեկը չկասի, այ խեր, քեզի բառացորեն բացատրեցին, խորխ, ինչի է ազատվել 40 կիլո նարկոտիկ, առանց Արայիկ Հարությունյանի իգիտության, առանց վերնախավետ հաշվի մցելա երգիր։ Ես ուզում եմ հիշացնեմ մի հատ դեպք, խնդրում եմ տեղադրել Telegram կանալ, որ չասեն լկտի սուտա։ 2019 թվին Վիտոյին բռնել էին Երևանում, ուզում էին ավտոյի բագաժնին, ոնց որ ասում են մեր հարևան սովետը, բագաժնին բացեին, խուզարկեին, Վիտոն չթողեց, փաստաբաններ ներգրավե Ամրամին, հիշեցիք, հարգելի ժողովուրդ, խնդրում եմ մտեք Telegram կանալ, հեսա կդնեն, մի րոպե դենամ դրի, որ չասեն, լկտի սուտա, փաստերով այմ արզու, փաստերով։ Են որ ասում է, Ցվիտոչիկ Ալենքի, ուրա, մի րոպե, դուք այնի բոզի տղա, տեղադրվեց, իմ Telegram, ռեպորտաժը տեղադրենք, Telegram կանալ, 2019 թիվ, ուժային կարուսները Վիտոյին կայնացրել էին, ուզում էին բացել մեքենայի բագաժին, Վիտոն չթողեց, Ամրամ փաստաբան պորրիկի վաստակը, եկավ փեշերը փռեցվեր, ինչ արին, Վիտոյին ասին goodbye, Էլե են թվից սկսած Վիտոն դեղա մցրե Հայաստան, իսկ շմայսիկը մի գրամի համար հլը պդամա, աջելի մարդ, 40 կիլո, բայց ամենը չի, ուրեմն երբ որ Վարդան Ղուկասյանը հայտարարեց Վիտալի Բալասանյանի 40 կիլո նարկոտիկը, Արցախը ձերբակալել են մի հատ մարդու համակարգից, Արայիկ Հարությունյան բոզի տաղա, արի կայնից տե, բռնել են ես մարդուն, 3-4 ժամ առաջ են թողե, որ այդ մարդուն են կասկածեն, որ ինձ ինվորմացիա տվե Վիտալի Բալասանյանի մասով, ուրեմն 18 պլուս, երեխեքին մի կոմտարեք, Արայիկ Հարությունյան, Արցախի MVD-ի մինիստր, KGB-ի մինիստր, անցեք կայնեք, ավներդ էլ չեմ ուզում տամ, մետ հարց եմ ուզում տամ, Վարդան Ղուկասյանը Ադրբեջանի լրատվականն է, Թուրքիայի, թե չգիտեմ ես ինչ, այսինքն դուք Վարդուն ապօրինաբար ձերբակալել եք, ազատությունից զրկել եք, չունենալով ոչ մի հիմնավորում, պրոստը կասկածել եք, որ կարող է էսիա, որովհետև Վարդան Ղուկասյանը բոչկել նկարագրել էր։ Էսիա տվե, բայց հետո տեսել եք շու, այդ մարդը կապ չունի ինձ հետ, անմեղ մարդի, բացեք թողե։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, այսինքն նարկոտիկ մցնողին չեք կալանավորել մինչև այսօր, բայց ի Վարդան Ղուկասյանին ինվորմացիա հասցրած մարդուն, իբր թե դրեք ու կալանավոր ձերբակալել եք։ Նույնիսկ եմ գնում, ինչ մեղադրանքով, հա? Ինչ մեղադրանքով, ինչ մեղադրանք եք ներկայացրել, այդ եմ ուզում, ինչ հիմքով ես մարդուն տարե ազատությունից զրկեմ, մի մարդուն, որի հետ կապ չունի։ Բոզի տղեկ, Ալիևի տղեն ձեր ընտանիքը ծծացնի, Պորնիկի վաստակեք սաղատ, Վիտալի Բալասանյանա դեղը բերեմ, չեք կալանավորը, նարկոտիկը, տարիներ շարունակ թունավորել է հայազգին, ու սաղ էտա Եվրոպաների, вот я хочу обращаться именно к правоохранительным органам Азербайджана. Арестовать любым способом Виталия Баласаняна и весь клан Нагорного Карабаха. Они занимаются наркотрафиком, потому что власти Армении не в состоянии задержать этих и арестовать этих пидорастов, которые в Европу отправляют героин и кокаин через преступный клан Азербайджана. И до сих пор предатель, наркобарон и наркоман Виталий Баласанян на свободе. Если мы կհիմնավորեմ, էդեր կհիմնավորեմ, բոզի տղեկ, շատ դժգոհ եմ Հայաստանի իրավապահ մարմինների աշխատանքից։
շատ ընկել են ագենտ են մոնեք է ով է դոգին ինֆորմացիա խե դուք ձեր համար ինչ է հակին ազնեք բոզի տվեք հա բա այսինքն 40 կիլո մի դրբեն դուք հենց պատկերացեք այդ սա Հայաստանի մենը կայլաշիներ 40 կիլո մարդը բերել է եւ ազատության մեջ է պրոստը ազատում է որովհետեւ եթե Վիտալի Բալասանյանը կլանավորվեց այս սա Ղարաբաղի կլանը մինչև Հայաստան երետևից է թմեն հերթով կարգով որտեղ սա բոզի տղա նարկոման են ու տայնեմ շնակ թունավորեց ամբողջ ազգը պարոն Աբազյան Դաշը Վիտալի Բալասանյանի մյուս հերոսությունը Փարուխ Քարագլուխ հիշում եք այս երկու գյուղերը մի տարի առաջ այդ Փարուխն ու Քարագլուխը ելավ բիզիմդիշ այդ գյուղը սարը բարձունքեր ինչ էր դեմից բանը կտրին գազը կտրին հետո հիշեցնեմ ինչ եղավ ռուսական կողմը եկավ հելավ Փարուխ եւ Քարագլուխ ասեցին դուք ստից պիտի իջնեք մեր զինծառայողներն ասեցին իդից է նախույ Ասին բանը Վիտալի Բալասանյանի հրամանն, ասին Վիտալի Բալասանյանից հրամանը բերեք։ Հրասները Վիտալի Բալասանյանից հրամանը բերին։ Գրավոր իա ստորագրությամբ, որ ատե պիտի իջնեք, Փարոխն ու Քարագլուխն հանձնենք ռասների, թե ռասի խերից ոչ իմ ծերինա, հելինստի Քարագլուխ։ Էլ չհամաձայնվան։ Այս բա չգիտեմ, Տոլի պոստի ավակը հրամանատարը Տոլի Վիտոն եկել են իրար հետ հանդիպել են։ Եվ Վիտալի Բալասանյանի հրամանով զորքը իջել է Փարուխ ու Քարագլուխից։ 5 րոպե հետո ռուսներն իջել են իրancs հետ միասին։ 10 րոպե հետո Ադրբեջանը եկել է նստել է Քարագլուխ։ Սալամ ալեյքում, это наша земля։ Եվ դա այն դեպքում, որ մի շակ ռուսամոլ բոզի տղեկ, հեսա կանադառնանք հեսա դրանց, վեկալ է գրել էին Վարդան Ղուկասյանը գոզդեպի ագետա, գոզդեպը փողատալան, գոզդեպը Վարդան Ղուկասյանին փողտա, Վարդան Ղուկասյանի մատ ֆուլ ստուդիայից կմտնի եթե այլ ոչ թե սստեղից։ Չէ տեսել վատեղ չի։ Եվ Ադրբեջանը եկավ նստավ։ Այն նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ ով որտեղ կանգնած է ատե պիտի մնա, եւս մեկ անգամ խախտվեց ռուսների եւ Վիտալի Բալասյանի թեթև ձեռքով։ Ես ուզում եմ հարց տամ, պարոն Աբազյան։ Դուք այս դեպքով խորացել եք, ինչ փաստաթուղթ ստորագրել եւ ինչի հրաման տվել անվտանգության խորհրդի քարտուղարը զորքին իջնել Փարուխ եւ Քարագլուխից։ Ինչ է իջել։ Հադրութի շրջանը ունի, որ հիմա օկուպացված է, ունի մենակ Հադրութը մինիմում 5 գեներալ։ Աղաջանյան Կամո, գեներալ լեյտենանտ, Աղաբեկյան Արթուր, նորից նույնը, Աբրահամյան Արմեն Աբրահամյան Կարեն եւ Դավիդը Բորիս։ 5 գեներալ։ Բա դուք 5-ը ստացել եք գեներալ։ Ես ուզում հասկանամ, եթե դուք գեներալ եք 5-ը տելուց, եղավ որ ձեր Հադրութը հանձնվեց։ Ուր էիք դուք պատերազմի ժամանակ։ Ուր էին ձեր ազգուտակը բարեկամները 5 գեներալ մի գյուղից։ Բա ինչի չպաշտպանեցիք։ Ձեր բարեկամները շիստյորքեքը, բոզերը, գյոթերը ուր էին, ոնց եղավ որ Հադրութը հանձնվեց։ Հարց եմ ուզում տամ։ Չկա պատասխան, որովհետև ամբողջ Ղարաբաղի գեներալիտետը կենտրոնացված է Երևանի վրա։ Ամբողջ Ղարաբաղի գեներալիտետը ՊՆ-ից կվարտիրաներ ստացել Երևանում անվճար։ Եվ դա այն դեպքում, որ տարիներով հասարակ լեյտենանտը, ավագ լեյտենանտը, կապիտանը, սերժանտը եւ հերթ էին զոհվածները, Իզոբազների հարազատները հերթ էին կանգնած որտուն ստանալ։ Սրանք նարկոդիլեր, նարկոբարոն, հանքերով, մանքերով, անտառներով, բնությունով ծածկել են, այդքանից հետո Սերժիկաս ու Ռոբիկաս անվճար տուն են տվել Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին Երևանում։ Ոնց որ օրինակ Կամոյին Աղաջանյան։ Ու մի անգամ Աղաջանյան Կամոն այդ ամենը երևի չի ապրել, աղբերն ապրում։ Կամ Ղարաբաղցիք բողոքում ասեն պարոն Ղուկասյան Սնունդը գալիս է անվճար, հիմա, այդ որ
մտցնում են, խանութերում վերում ծախում են աստղաբաշխական գներով։ Հումանիտար օգնությունը գրգում ես, խանութերում վաճառում է աստղաբաշխական։ Լավա իանք են Ռուբեն Վարդանյան, հեսա, բոզի տղենա հլում հայտարարում, որ ասում է բենզինը տվել են ռսներին, որ գնան Երևան նոր տարի անեն։ Այն դեպքում, որ շտաբօգնությունը բենզին չուներ։ Իանք են ասում։ 2000 լիտր, 2 տոննա, 3 տոննա վառելիք են տվել ռուս պագրանիչնիկներին, որպեսզի իրանց կնանիք հատուկ տրանսպորտային միջոցներով գնան Հայաստան, չգիտեմ, գրող ու սև ցավ նոր տարի անեն գան։ Այն դեպքում, որ Ղարաբաղի շտաբօգնությունը բենզին չունի։ Էս էլ է Ադրբեջանը մեղավոր։ Հարց եմ ուզում տամ։ Սա ինչ էր։ Ես խոսել էի միտինգի, այսինքն միտինգը որն է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շրջափակելու հետ կապված։ Այո, ասել եմ, հանդես եմ եկել ինֆորմացիոն հովանավոր, ցավում եմ, որ ոչ մեկ այդպես էլ չեկավ չարեց, երևակայ չեկա, որովհետև չկար կազմակերպիչ, բացարձակ, ոչ ես էի կազմակերպիչ, որպես ի հայտ գալիս կամ դրանով զբաղվում, ոչ դաշնակները և ոչ էլ մի այլ ինչ-որ մի հիմնակ ձեռնարկություն։ Բևերը Գյումրիում արեց ակցիա, բավականին խստագույնս պատժվեց, որը ես դատապարտում եմ և ողջունում եմ։ Բևերի այս քայլը կոնկրետ Լենինականի ռուսական ռազմաբազայի դիմաց։ Իսկ այն ռուսահպատակ բոզի տղեկը, որ վեկարել են, չգիտի, Տելեգրամ կանալներով զուտ դիտում հավաքելու համար, շոշափել էին Վարդան Ղուկասյանի անունով, ասում էին գոզդեպից հասնվեմ։ Մի հատ խնդրում եմ կողնորոշվեք։ Հիմա Վարդան Ղուկասյանը Կրեմլից հասնվեմ, գոզդեպից հասնվեմ, թե Եվրոպայից հասնվեմ։ Երբ գրլում եմ ամերիկացներին, ասում են ռուսից հասնվեմ, երբ գրլում եմ ռուսին, ասում են ամերիկացներից հասնվեմ։ Այդպես չի լմ, բոզի տղեկ։ Միանշանակ չի լմ։ Եվ այսօր արդեն հեսա կլինի մի ամիս շուտով, այդ ճանապարհը փագա։ Ադրբեջանը բերել է Շահելայի ներքին զորքերը, այնտեղ միտինգավորներով եւ այլն։ Հիմա ուզում եմ շատ կարճ ռուսերեն, որովհետեւ հայկական լրատվամիջոցները սրակապակցությամբ լռում են։ Իսա միջազգային թեմա է։ Правительство Азербайджан или Республика Азербайджан своих СМИ говорит о том, что Лачинский коридор открыт. И там свободно передвигается техника. Я объявляю, что Лачинский коридор закрыт, не открыт. Там видно, в кадрах реале видно, что российские КАМАЗы передвигаются при сопровождении военной полиции российской армии и полиции Нагорного Карабаха. То есть тут уже простой вопрос. Если дорога открыта, зачем в Нагорный Карабах продукты везут миротворческий контингент Российской Федерации при сопровождении военной автоинспекции и полиции Нагорного Карабаха? Это говорит о том, что дорога закрыта. И иногда азербайджанская сторона открывает для военных грузовиков, чтобы они привезли в Нагорный Карабах продукты питания и первую необходимую помощь. Но, к сожалению, правительство Нагорного Карабаха занимается спекуляцией. То есть те продукты, которые со стороны Армении и некоторых добрых людей отправляются в Нагорный Карабах бесплатно, оно в ужасных ценах продается в магазинах Нагорного Карабаха. Астрономических ценах. То есть, даже в это время, когда народ Нагорного Карабаха находится в голоде, чиновники Нагорного Карабаха делают свой бизнес. Гуманитарную помощь продают в магазинах города Степанакерт. А половина гуманитарной помощи раздают своим родственникам, близким, поклонникам, любовницам, любовникам. Это говорит о моральной стороне
руководителей Нагорного Карабаха. И пусть меня слышит весь мир. Весь мир. Пусть весь мир знает, что правительство Нагорного Карабаха одни преступники, наркодилеры и наркобароны, убийцы и взяточники. Таков портрет. Я сильно удивляюсь терпением граждан, жителей Нагорного Карабаха, которые сидят и терпят этих пидорастов. Их не выгоняют из Нагорного Карабаха. Ни Араика Руцуняна, ни Бако Саакян, Аркадий Гуков. То есть весь этот клан Зори Балаяновский. Очередной коррумпированный преступник. И жены чиновников Нагорного Карабаха дают взятки в виде бензина горючего российским миротворцам, чтобы их на инкассаторских машинах выпустили из территории Нагорного Карабаха, чтобы они пошли в Армению, отмечали Новый год. Это в том случае, когда скорая Нагорного Карабаха не имеет горючего. Пожалуйста. Вот портрет правителей Нагорного Карабаха. И после этого эти пидорасты хотят прийти к власти в Армению. И Армению тоже губить. Не бывать этому. И если Российская Федерация, Кремль, стоит за спиной этих гандонов, ни в коем случае их мы не пустим к власти в Армению. Ни в коем случае. Ни Рубена Вартаняна, ни Роберта Кочаряна, ни Серсаксян, Бако Саакян, Аркадий Гукасян и так далее. В том числе Дашнак Сусун. Одна из влияющих партий со стороны гандонизма, коррупции и преступности. Даже дашнаки между собой грызут друг друга. Дашнаки в Штатах, дашнаки в Армении, дашнаки, я не знаю, в Европе. И катастрофа. Մարդիշ կարգի բոզի տղա պիտինի, որ հումանիտար օգնությունը գալամա ձրի, տանես դնես, խանդերում ծախես։ Ասխաբաշական գներով։ Մարտուն ու ժողովուրդն է զանգան բողոքում, ասում են պարոն Ղուկասյան մետ էլի։ 5000 հոգանոց Մարտունի բիզիմ դիր։ Սնունդ չկա։ Ու դաժե գիտեք ինչ նա հետարքիր։ Զանգելա Մարտունեցի մի կին։ Ասում է պարոն Ղուկասյան, բացի այն, որ սննդի խնդիր հա, հիմա էթում ենք, ասենք, կա երկու խանութ, например, երևույթը այն տիպի անհասկանալի է, որ ես չէի կարողանում հասկանալ։ Ասում է, կա երկու խանութ, ստեղ, ասենք, խոսքի քուչի վրա։ Ես մշտապես առևտուր եմ արել Զաբելի մոտից, например։ Հիմա Զաբելի մոտ մակարոն չկա, էթում եմ տիկուշի խանութը մակարոն առնելու։ Ղարաբաղցի կանայք են։ Տիկուշն ասում է, ես քեզ մակարոն ծախալ չեմ։ Ասում եմ, խի փող չես տալի, թե ասում է, չէ, քանի որ դու առևտուր ես արալ Զաբելի խանութումը, գնա Զաբելի խանութումն էլ առ, քեզ մակարոն ծախալ չեմ։ Դու ընդեղից ես վեճն առևտուր արել։ Դուք հələ սրանց գաղափարը նայեք։ Դուք հələ այս ժողովրդի ուղեղի մտածելակերպի կրթական աստիճանի տափակությունն ու անգրագիտությունը նայեք։ Անգամ այս վիճակին, որ թուրքը դրանց իրանց ծսնեմ ա, սովիա մատնեմ, ասում է, չէ, քեզ մակարոն չեմ ծախի, որովհետև դու վեճն են խաղոնթից ես առևտուր արել, գնա սոված մեռի։ Տիկինը պատմում ա, դե ես Ղարաբաղի բարբարը լավ չեմ հասկանում, ծիփած ընդհատելով եւ այլն, որովհետև ուզում եմ մանրանամ։ Ես Եվրոսմա звезда в шоке։ Ասում եմ, որ հումանիտար օգնությունը գալիս է անվճար, դուք այդտեղ վաճառում եք։ Ասում եմ, այո։ Հումանիտար օգնությունը գալիս է անվճար բաժանելու համար, դու ինչի՞ ես տանում դնում խանութը ծախում, բոզի տղա։ Հա, Արայիկ Հարությունյան։ Այ աշխարհիկ ղախպի տղա։ Այ սաղ տուն ու տեղը սաղ Ադրբեջանը ծսցնի։
Բոզի տղա։ Հա? Ռուբեն Վարդանյան։ Բանկիր, երբեք տեսել, որ բանկիրը, երբեք տեսել, որ օլիգարխը մտածի հասարակ ժողովրդի մասին։ Ես տենց օլիգարխ չգիտեմ։ Պատմության մեջ նման մարդ չկա։ Էն էլ հայերի մոտ։ Դու քո շինարարների փողը միջև մա չես տվել, Ռուբեն Վարդանյան բոզի տղա։ Կամ ով նարկոտիկ բերի ու մեկ տանեմ ապօրինաբար ազատազրկն, ու հետո պարզում եք, որ այդ ղախպեն մեր հետ կապ չունի, բռն բաց եք թողում։ Դու արա, դու վիդեոյի խի չես կալանավորում Ռուբեն Վարդանյան, հա, վախը ես։ Ես պատկերացնում եմ Վիտալի Բալասանյանի վրան, որ նայում եմ, ոնց որ մեր հարևան ջանոն։ Ես համոզված եմ, որ Վիտալի Բալասանյանը տրուսիկը հանի գցի կաբինետի մեջ, հոտից խելրեք, այդ տիպի փնտի գյոթա, ոնց որ են գասիկը, որ մի օր կանգնեցրեցի, ես ինչ գիտեմ, գասիկն ով է, ասում եմ դու չես սմամ ես հուվ եմ, ասում հուվ ես, ասում եմ գասիկն է, ասում հետո, ձերը տարել է շալվարի ջեբը, այն օղոլմացիկ Սուրոյի հետ է, Ռուբինյան Սուրոյի հետ, զուպի վաղտ, մի ջեբից փողերս են շմրթած, ստեղից դոլարնի, ստեղից դրամնի, ռուբլի հանելա, ու ինձ ուզում է կաշարի, այդ փնթի գյոթը, որ պաբա մեքենայի մեջով բաներ տեղափոխեմ, լվասկի մեքենա, չգիտեմ, խալադենիկ եւ այլն, մեքենան բացել են, ոչ մի կայնես են բացել, այ ասում եմ, ես ինչ ես տեղափոխում դու։ Պետական մեքենայով։ Ու ինձ ուզում է կաշարի, ասում եմ, որ հələ փողերը հանամա չէ, հասկանում ինչքան մոտ է փողուն։ Ասի դու շոֆեր ես, թե ուրի գա, ով ես դու իմ։ Գասիկն եմ, գասիկն ով է։ Զանգել եմ խշկուրեղան արծին ասում, պարոն Գյուրեղան, գասիկն ով է։ Ասում եմ գանդոն երևի, շատ բազմի շատ գիտեմ, փող է ուզում տա աղբել։ Հələ խեր, Սուրոն էլ ասում է երևի, բան ասեցի ոչ մի բան, սո, բերմա եթարկել։ Վաչոն զանգեց Սերժի, գասիկի համար թողին, նորից, Են ժամանակ պաշտպանության նախարարի շոֆեր էր։ Ես եմ սրանք։ Վրեքը նայում ես մի փնթի գյոթ, բայց տակը թաքնված է օլիգարխ կանդոն։ Ունգել են ես ինչ են անում, որ նարկոտիկի համար, դուք հələ պատկերացրեք։ Երկիրը պատերազմի մեջ, շրջափակման մեջ, պարտված բանակ, հայքայված տնտեսություն եւ այլն, այս մարդիկ նորից շարունակում են անել նարկոտիկի գործ։ Ագահության աստիճանը, հանքերը ծսրին, բնությունը ծսրին, անտառը ծսրին, հայ զինվորին ծսրին, բանակի ֆոնդը ծսրին, հələ մի հատ էլ նարկոտիկը կապել են ժողովրդի ջանին։ Սա Երևանը վխտում է նարկոտիկով։ Ում ձեռով նորից Ղարաբաղյան կլան։ Ադրբեջանից առնում են, Ադրբեջանը ես չեմ մեղադրում։ Ադրբեջանը սրանց հետ առևտուրն անում, նարկոտիկը տանում, ասում են տարտաղաջան։ Տար ազգը թունավորի։ Ազգիդ մաման ծսրա։ Իա, բանը բիզնեսը լանում է։ Վիտոսել առնում է ու ծրում է։ Այս Ղարաբաղյան կլանի հետ միասին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ով է ավելի լուրջ թշնամի։ Այս բոզի տղեկի թայֆեն, թե Ադրբեջանը։ Եվ արդեն Ղուկասյանն էլ ինֆորմացիա տալու համար մարդ են ապօրինաբար ձերբակալը հաճելի մարդ։ Ուզում են պարզեն ով է ինֆորմացիա տվող, հələ զբոզի տղեկից տունայի։ Ձեր սաղ տուն ու տեղը պետք է շարել, պատիտակ ու գնդակահարել։ Այս սաղ Ղարաբաղյան կլանը, Զորի Բարայանի գլխավորությամբ, այդ բոզի տղու։ Բոլորիդ ձեր նորացին երեխեքով սկսած շարել, պատիտակ ու գյուլել։ Ազգը որտեվ ձեր սերունդը չի կարա հասկանում է, դու չես կարա նորմալ երեխա դաստիարակես։ Արայիկ, Վիտո, Միտո, Կամո եւ դուք նորմալ երեխա չեք կարա դաստիարակեք։ Ձեր երեխեն տեսը մտել մաթեյա պապան ինչ կարգի բոզի տղա է, սեփական ժողովուրդը սովից սատկմա հումանիտար օգնություն եք ծախան վրեն։ Ռուսի հետ թուրքով միասին հայի մորն եք ծծցնում։ Երկիր նարկոտիկ ես մցնում, հայ ջահելներին ես թունավորը, հանում փողի, Ադրբեջանի հետ բան անելով, բիզնես անելով, բարիկ բոզի տղեք։ Ձեր երեխեն էլ այդպես մեծանալու։ Դուք չեք կարա նորմալ պատրիոտ, ուստի ձեզ բոլորին պետք է կնդակահարել։ Ձեր եկեղեցականներով հանդերձ, սրբազան բոզի տղեկով։
որ պորտապարանայեմ գլենդել։ Ես են նույն սրբազանն է, ես հիշեցնեմ, որ որոշակի մարդիկ հանգար չպործ են ասել, դե հիմա մարդ հա գնացել է Ալաբինայա նայեմ։ 2012 թվականին Վարդան Ղուկասյանը իրականացնելով օպերատիվ ինֆորմացիա դուրս եկավ Գաբելյան Գարիկի վրա գրի հաճելի մարդ 2012 թիվն էր Գաբելյան Գարիկն էլ ներքին զորքերի հրամանատարն էր զամմինիստր դուրս ենք եկել նրանով որ Գաբելյան Գարիկը վաճառել էր ֆագոտ չեչեններին Գնացին կանգնան Գարունի զորամասով, մասով ամեն ինչով, դեմի չէինք հավատում այդ ինֆորմացիային, այդ թվում նաև Գասպարյան Վովան։ 3 անգամ զեկուցել եմ չհավատացել, 4 անգամ ստիպել եմ որ փորձենք վերջի վերջով։ Միրան կար դարձան Միրանն էլ իմ հետ միասին։ Եք տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ։ Պարզվում որ այո, Գաբելյան Գարիկը վաճառել էր ֆագոտ։ Մեկի տեղի 2 հատ։ Սկսավ գլոբալ քննություն ներքին զորքերում 132 միավոր 136 ավտոտեխնիկա Ուրալ կամազ, Բելազ, Կրազ եւ այլն վաճառվել էին 0 դրամով 14 տոլի 16 միավոր զինտեխնիկա BMP, Better, Entelbe եւ այլն Մորմաշ ռասկուլաչտերարը 100,000-ներով պատրոններ, սնարյադներ, պեսոկ, վառելիք, Գաբելյան Գարիկը ծծծրել էր։ Ամենը զեկուցրեց Սերժ Սարգսյանին։ Սերժիկ ճիշտ է։ Սպասում ենք, որ Գաբելյան Գարիկը պիտի կալանավորվի։ Գաբելյան Գարիկն էր էլիտար շենքյակցե, պրասպեկտ առաջի դպրոցի հետևը, մարդիկ կարան գնան տենան, այդ շենքը մեն ապրում է։ Երրորդ հարգում ինքը ութուբ զոկանչը այլ հակառակը։ Պրասպեկտ Առաջի դպրոցի հետևը Կակտուս ռեստորաններ ինչ էր Կակտուսի դեմի դպրոցի հետևը նորից եմ կրկնում Ցելի վիսոտնի շենք Ով զանգեց եւ թու չտվեց որպեսի Գաբելյան Գարիկը ենթարկվի քրեական պատասխանատվության Քրեական պատասխանատվության ենթարկվեց իր տեղակալը որին ձերբակալեցի անձամբ նորից ես Բերմա ենթարկելով 6-ի հայ ավտոյի մեջ լիքը զեկույց ինամաթերք նորից Էլ տանում են ծախել, 8 տարի տվին։ Ճիշտ ասեմ Քրիստինե Հալաջանը, պարգև սրբազան։ 132 միավոր ավտոտեխնիկա, նորից եմ կրկնում։ Կամազ, Բելազ, Կրաս, ՈՒԱԶ, Վիլիս, Հոնդա, Շկոդա եւ այլն եւ այլն եւ այլն։ Դուք պատկեր 132 միավոր Տրանսպորտային միջոց անգամ բանակային կորպուս կա, որ չունի։ Իսկ Գաբելյան Գարիկը այդ մեքենաները բոլորը վաճառել էր։ Կտրտել Պարսկաստան, այդ թվում նաև 16-14 միավոր զինտեխնիկան, BMP, Better, Entelbe։ Ով փրկեց Գաբելյան Գարիկին քրեական պատասխանատվությունից։ Պարգև Սրբազանը։ Հաճելի մարդ, փորեք այս գործը բացեք նորից։ Դուք պատկերացնում եք Էլի ձեր եկեղեցին Անհավատս Բռնեմա գլոբալ պետական հանցագործի ինֆորմացիան է Չնայած ես բերի ես բան արեցի Պարգևատրվա ֆսը Հակոբյան արմեն բոզի տղեն Այս այդ մեծ ժամացույց տվին հա ներողություն Կորավ այդ ժամացույց տվել 002 համարով հետևից Վովայի ստորագրությամբ Միլիոնավոր դոլարների բան բացահայտինք Հələ ես մի կողմ եմ թողում, այն որ Գաբելյան Գարիկը ունեցել է ապօրինի գուբախտ, այսինքն ըլնելով ներքին զորքերի վարչության պետ, Երևան քաղաքի տարածքում, ներքին զորքերի իրային տոլի պարենային պահեսների տարածքում ունեցել է ապօրինի գուբախտ։ Զինվորը ներքին զորքերի, որը պիտի կալանք կրեր Երևանի գարնիզոնի ռազմական ոստիկանությունում, Կալանքա կրե Գաբելյան Գարիկի մասնավոր գուբախտում, ապօրինաբար։ Ինչի էր ինքնդեղ ուղարկում է, որ այդ զինվորներին որպես ձրի աշխատաուժ օգտագործի իր հացի, փռի համար,
մեշոք կրող, որովհետև ներքին զորքերի հացը էլի ինքն էր թխում եւ այդ հացի փռում պետք էին բանվորներ, որ մեշոկները տանեն բերեն ձրի, որպեսզի բանվորին փող չտար, զինվորին ղրգմեին կալանք, այդտեղ կալանք եղած ժամանակ մեշոկ էր կարամ։ Trafficking, էդ էլ էր զեկուցվել Սերսակսյանին, որը այսօր հայրենի կապրգամ։ Ինչ արին ոչ մի բան, ես շոկի մեջ էի։ Եկեմ այդել եմ գասում, ինչ կուբաղտաս, ինչ մի տեսակ սենց, այն Աֆրիկայի բանի նման ոչ եմ ստեղծած, ոչ եմ խցեր էին, այդպես զինվորների պահում էին։ Անթուղթ, անթանակ, մի երկու հոգու հետ բերել էին հսկիչ։ Բանը տարակուսվածությունից բոզի տղության հանցակազմի չափը ահռելի էր պատկերացնել։ Հələ մի կողմ թողենք, որ աշխատավարձ չեն տվել 4 տարի շարունակ դրամը հավաքով, մրամավակով եւ այլն, էդի մի կողմ։ Խույսնին։ Բայց երևույթը ու Պարքև Սրբազան ասեց. ջրեք թույթա։ Սա միակ հանցագործությունը չէր Պարքև Սրբազանի կողմից։ Մյուս ասեմ 2000 թվի մեջ կարող է սխալվեմ 3-4 թվականներն է Սերժը պաշտպանության նախարար էր։ Զուպը ռազմական ոստիկանության պարզեց, որ Բալահովիտ քանակեր կապի զորամասերը, որ կա այդ Կեշեմկեքը կամանդը շտաբնայա մաշենան, կապի միքենաները, դրանց գերակշիռ մասը թալանվել, վերածվել է մետաղի ջարդոնի, 100-ից ավել սովետի թողած լրիվ կապի մեքենաները։ Ինչ էր պարզվել, որ այն ժամանակվա Շուշիի քաղաքապետը Պարքև Սրբազանի հետ միասին մետաղի գործ են արել։ Կեշեմկեքը վեկալը կտրտել են, մեջից ոսկի պլատին խռգալող եւ այլն, արել ծախե, ում վրա են ծախե չգիտեմ, Բավկաստան, տենց ասեմ հասկանաք։ Օսմիում մետաղ են հանել Կեշեմկի մեջից տոլեսի ինչ կարաս։ Հələ հելան գնացինք հասանք գիտությունների ակադեմիա այդ քիմիկոսի անունը չեմ հիշում անունազգանը, այդ մարդու մոտ հարցնելու ասում այս մետաղները ինչի մեջ են օգտագործվում։ Ասես երիտասարդ, տարիքով մարդ էր հարգի, ասես եթե դուք այս մետաղների ցանկով ինձ մոտ գայք մի 10-15 տարի առաջ, երբ դրսում սովետական միությունն էր, ես 2 րոպեվա ընթացքում պետք է սրա մասին զեկուցեի ազգային անվտանգություն, KGB, եւ ձեզ կտանեին, եթե դուք չլինեիք պետական աշխատող։ Այս մետաղների ցանկով որ դու եկել ես։ Ու ասենք անեցը որ այդ մետաղները մի գրամ, 5 գրամ, 6 գրամ, 10 գրամ, այդ այնպես է որ տոնաներով էին այդ մեքենաների մեջ։ Մորմաշ վառին կտրտին թափին։ Պատճառած վնասը ահռելի էր։ Նորից Սերսակսյան, Պարքև Սրբազան ջրին գնաց։ Մեզ էլ նկատողություն տվեցին, թե ինչ եք ձեր քիթը խոթե Բալահովիտ։ Քանակեր նամանավանդ ինձ։ Էս է նեղես բոզի տղեկը։ Հիմա հենց երկիր են փրկում, իշխանության են նորից ուզում գան, եկեղեցի են խաղցնեմ, հոգևորականնի, եւ այլն Վարդան Ղուկասյանն էլ ասում են սատը, Աստված քո պատիժը կտրի, չկա, քո պատիժը ինձ Աստված։ Դու ինձ Աստված պատժի իմ անհավատ լինելու համար։ Բայց թող Աստված պատժից այսպես բոզի տղեկին հավատացյալ լինելու համար։ Որտեղ ավելի լավ լինես անհավատ ու քո սև գործն անես, քան թե լինես հավատացյալ եւ քո սև գործն անես ազգիդ, երկրիդ, պետականության ու հայրենիքիդ նկատմամբ։ Որ ամեն անգամ Աստծո անունը տալով, ղաշականքվելով, դուք ընկեր հավատացյալնի, ընկեր հոգևորականնի, թալանեք եղեք էլ պախտորել եք երկիրի, ինչ եք ուզում ասեք, սա բանը Պարքև Սրբազանը տեղյակ չի, որ Հայաստանի Հանրապետություն նարկոտիկ են մտցրել, բոզի տղեկը։ Ագահությունը չափ պիտի ունենա։ Էխեր զինվորներին ընդեք համեցիք, Ղարաբաղի բոզի տղեկ։ Բանակ ընդեք համեցիք։ Վառելիքով, սալարկով, հանքերով, բնությունով, քելբաջալը, աղդամ քաղաքը հողին հավասարցրիք տարակ։ Ու իսկանից հետո դուք հենց նարկոտիկի վրա եք նստած։ Հումանիտար օգնությունն եք ծախվել, մի հատ էլ ասում եք դոգը հակառուսական է։ Դոգը պետք է լավ կնի հակառուսական, պետք է լավ կնի հակարև բտամետ։ Եթե դա վնասում է իմ երկրի շահերին,
Իսկ հիմա դա վնասում է, որովհետև ձեր վրա հույս է դրել ռուսը։ Իսկ ռուսը լավ մարդու վրա հույս չի դնում։ Նու ռուսը հույս է դնում մի անման բոզի տղեկի վրա։ Դա մի հատ Ուկրաինայի հախից մինչև հիմա չի կարող գա աշխարհի երկրորդ բանակը։ Ոչ մեկի տղեն էլ բանակ չի ծառայել։ Կատեգորիկ։ Սկսած Տարոն Մարգարյանի նմաններից։ Ու վաղը պիտի գասես քաղաքապետ եմ ուզում։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։